Այն օրը, երբ շքեղությունը պետք է պսակեր մեծ սիրուն, շշուկը անցավ պատի միջով փոխեց ամեն ինչ։ Մասուրների մատանիների հարյուրավոր հյուրերի միջ հարսնացուն հասկացավ, որ հեքիաթը ունի փոքր տառերով գրված հավելումներ։ Մի միացված միկրոֆոն, անսպասելի ֆայլ թաքնված ծրագիր փոխեցին զոհասեղանը, դարձնելով այն դատարան։ Երբ ճշմարտությունը խոսելու հերթը վերցրեց, ինչ-որ մեկը որոշեց չլինել զոհ, այլ դառնալ սեփական դատավճիռը։ Նախքան այս շնչառությունը կտրող շրջադարձին հետելը, բաժանորդագրվեք ալիքին, միացրեք զանգը, կիսվեք նրանց հետ, ովքեր սիրում են խիզախության պատմությունները։ Երանի Ալեքսանդր հյուրանոցի Տիգրան մեծ սրահը փայլում էր այդ հունիսյան երեկոյան։ Ներկրված բյուրեղապակիները կախված էին առաստաղից սառած աստղերի պես, արտացոլելով լույսն այնպիսի նիստերով, որոնք յուրաքանչյուր շարժում վերածում էին փայլի փոքրիկ ներկայացումների։ Դա ավանդական ձմեռային պարահանդեսի երեկոն էր, միջոցառում, որը համախմբում էր երանյան գործարար վերնախավին, բարեգործական հիմնադրամների համար միջոցներ հայթայթելու նպատակով, թե բոլորը գիտեին, որ իրական նպատակը դաշինքներ կնքելն էր, զարդեր ցուցադրելը, ֆրանսիական շամպայնի գավաթների շուրջ գործարքներ կնքելը։ Բոլորի ուշադրության կենտրոնում, ինչպես միշտ, Դավիթ Թավրոսյանն էր, 38 տարեկան, Թավրոսյան շինարարություն զարգացում, կայսրության ժառանգորդը։ Մասնագիտացված մամուլի կողմից Երանյան Միդաս արքա կոչվող Դավիթը լքված շենքերը շքեղ համալիրների վերածելու շնորհք ուներ, բազմապատկելով կարողություններն այն նույն հեշտությամբ, որով ժպտում էր տեսախցիկներին։ Բարձրահասակ, լավագույն մարզասրահներում ձեռք բերված մարզական կազմվածքով, նա հագել էր անհատական կարով Armani Smoking, որն ընդգծում էր նրա լայն ուսերը, առանձնացնում նրան նույնիսկ հավասարապես լավ հագնված տղամարդկանց շրջանում։ Դավիթ, ինչպես է ընթանում Սանի նավահանգստի նախագիծը, հարցրեց ալեհեր մազերով մի պարոն, մոտենալով իր թանցուկ արած երկու շլացուցիչ կանանց հետ։ Սպասելիքներից էլ լավ, դոկտոր Մելիքյան։ Վաճառքներն արդեն գերազանցել են 60%-ը, մենք դեռ պաշտոնապես չենք մեկնարկել, պատասխանեց Դավիթն այն ինքնավստահ ժպիտով, որն արդեն զարդարել էր գործարար ամսագրերի շապիկները։ Դա մի բառ էր, որը նա անգիր գիտեր, ժպտալ, ձեռք սեղմել, սուրճի հանդիպումներ խոստանալ, մրցակիցների մասին նուրբ կատակներ անել, զգեստները գովաբանել, ընդունել հրավերներ, որոնք երբեք մտադիր չէր կատարել։ Ամեն ինչ հաշվարկված, փորձված, կատարյալ։ Ինչպես նրա ամբողջ կյանքը։ Սրահի մյուս կողմում, գրեթե անտեսանելի այս տեսակի միջոցառումների մշտական այցելուների համար, Լուսինե Դաշտենցը զգուշորեն ուղղում էր խորտիկների սկուտեղը կողային սեղաններից մեկի վրա։ 24 տարեկանում նա աշխատում էր պարահանդեսը կազմակերպող ընկերությունում, բայց սա նրա առաջին փորձն էր այսքան մեծ միջոցառման մեջ։ Նրա ուշադիր շագանակագույն աչքերը ստուգում էին յուրաքանչյուր մանրուք, համոզվելով, որ ամեն ինչ կատարյալ է։ Սպիտակ համազգեստը պարզ էր, բայց էլեգանտ, նա իր գանգուր մազերը հավաքել էր ցածր, համեստ կոկոնի մեջ։ Մինչ ծաղկային կոմպոզիցիաներն էր վերադասավորում, Լուսինեն նկատեց, որ տարեց մի պարոն գցեց իր ձեռնափայտը խմիչքների սեղանի մոտ։ Վայրկյանների ընթացքում նա արդեն նրա կողքին էր, վերցնելով առարկան մեղմ ժպիտով։ Ահա, պարոն։ Ամեն ինչ կարգին է։ Կարող եմ աթոռ բերել, եթե կնախընտրեք մի փոքր հանգստանալ, առաջարկեց նա անկեղծ մտահոգությամբ։ Շնորհակալ եմ, երիտասարդ տիկին։ Ծերությունը մեզ հետ խաղեր է խաղում, այնպես չէ, պատասխանեց պարոնը, տեսանելիորեն հուզված պարզ քայլից այնքան մարդկանց մեջ, որոնք նույնիսկ չէին նկատել նրա փոքրիկ դժբախտությունը։ Փորձը փոխհատուցում է ցանկացած խաղ, որ ժամանակը կարող է խաղալ, ժպտաց Լուսինեն, օգնելով նրան տեղավորվել մոտակա աթոռին։ Ես ձեզ համար մի բաժակ ջուր կբերեմ, միայն մի պահ։ Դավիթը հեռվից հետում էր տեսարանին, մի պահ ընդհատելով իր զրույցը ներդրումային բանկի նախագահի հետ։ Այդ ժեստի բնականության մեջ ինչ-որ բան կար, որը հետաքրքրեց նրան։ Մի միջավայրում, որտեղ յուրաքանչյուր գործողություն հաշվարկված էր տպավորելու կամ առավելություններ ստանալու համար, այդ վերաբերմունքի անկեղծությունը շեղվում էր ինչպես ռիթմից դուրս նոտա։ Ավելի ուշ, երբ պարզվեց, որ տարեց մարդը Անտոն Մանուկյանն է, երկրի արվեստի ամենամեծ կոլեկցիոներներից մեկը, հայտնի դժվար բնավորության տեր անձնավորություն, Դավիթը հասկացավ, որ երիտասարդ կինը նույնիսկ չգիտեր, թե ում է օգնել։ Նա պարզապես բարի էր եղել մեկի հետ, ով դրա կարիքն ուներ։ Ո՞վ է այդ աղջիկը, հարցրեց նա Պետրոսին, միջոցառման կազմակերպչին, երբ վերջինս անցավ նրա կողքով էլեկտրոնային պլանշետով։ Օ, Լուսինեն։ Մի քանի ամիս է, ինչ մեզ հետ է աշխատում։ Արդյունավետ, քաղաքավարի։ Ինչո՞վ։ Խնդիր կա, պատասխանեց Պետրոսը անհանգստացած։
Ոչ, ընդհակառակը, աղոտ պատասխանեց Դավիթը, հայացքը չկտրելով երիտասարդ կնոջից, որն այժմ օգնում էր մի տարեց տիկնոջ գտնել սանհանգույցը։ Երեկոն շարունակվեց իր նախատեսված ընթացքով։ Ճառեր ասվեցին, խորհրդանշական չեկեր հանձնվեցին տեսախցիկների համար, համաձայնություններ նրբորեն կնքվեցին ժպիտների մեջ։ Դավիթը կատարեց իր կատարյալ հյուրընկալի դերը, բայց նրա աչքերը շարունակում էին փնտրել այն համեստ կերպարը, որը կարծես թե գոյություն ուներ զուգահեռ տիեզերքում, նույն սրահի ներսում։ Գրեթե խնջույքի վերջում, երբ հյուրերն արդեն սկսում էին հեռանալ, նա նորից տեսավ նրան։ Լուսինեն հյուրանոցի ձմեռային այգում էր, հավաքելով կոտրված գավաթի բեկորները զգուշությամբ, որպեսզի ոչ ոք չվնասվի։ «Թողեք դա մաքրող անձնակազմին», ասաց Դավիթը, մոտենալով։ Լուսինեն հայացքը բարձրացրեց, զարմացած տեսնելով, որ այն մարդը, ում բոլորը շողոքորթում էին երեկոյի ընթացքում, ուղղակիորեն իր հետ է խոսում։ «Նախընտրում եմ կոտրված ապակի չթողնել այնտեղ, որտեղ ինչ-որ մեկը կարող է վնասվել», պատասխանեց նա պարզապես շարունակելով իր գործը։ Դավիթը կռացավ նրա կողքին, վերցնելով կտորե անձեռոցիկ, օգնելու հավաքել բեկորները։ Ժեստը ստիպեց Լուսինեին հետաքրքրությամբ նայել նրան։ Նրանց հայացքները հանդիպեցին մի պահ, որը կարծես ձգվեց։ «Դավիթ Թավրոսյան», ներկայացավ նա, մեկնելով ձեռքը։ «Ես գիտեմ, թե ով եք դուք», թեթակի ժպտաց նա։ «Լուսինե Դաշտենց։ Եվ զգույշ եղեք այդ բեկորներից, այդ կոստյումը հավանաբար ավելի թանկ արժե, քան իմ մեկ տարվա վարձը»։ Պատասխանի անկեղծությունը նրան անակնկալի բերեց, ստիպելով անկեղծորեն ծիծաղել։ Ոչ թե գործնական հանդիպումների փորձված ծիծաղը, այլ ինչ-որ ինքնաբուխ բան, որի հնչյունը նա գրեթե մոռացել էր։ «Ավարտել եք ձեր հերթափոխը», հարցրեց նա, նայելով ժամացույցին։ Գրեթե գիշերվա ժամը 1 էր։ «Հենց որ ամեն ինչ հավաքենք վերջնական հաշվարկն անենք», պատասխանեց Լուսինեն, վեր կենալով անձեռոցիկի մեջ զգուշորեն փաթաթված բեկորներով։ «Կընդունեք, որ ձեզ տուն ուղեկցեմ։ Կարող եմ սպասել»։ Լուսինեն մի պահ նայեց նրան, կարծես փորձելով բարդ հանելուկ լուծել։ «Շնորհակալ եմ առաջարկի համար, պարոն Թավրոսյան, բայց ես ապրում եմ քաղաքի մյուս ծայրում։ Եվ վստահ եմ, որ դուք սովորաբար չեք այցելում Մալաթիա Սեբաստիա»։ «Դավիթ», ուղղեց նա։ «Եվ դուք կզարմանայիք, թե ինչ վայրեր եմ ես այցելում»։ «Վստահ եմ», պատասխանեց նա քաղաքավարի, բայց հաստատակամ ժպիտով։ «Այնուամենայնիվ, շնորհակալ եմ, հրաժարվում եմ։ Բարի գիշեր, Դավիթ»։ Մինչ նա հետում էր նրա հեռանալուն, Դավիթը անսովոր բան զգաց։ Դա ոչ միայն այն էր, որ նրան քաղաքավարի մերժել էին մի բան, որ հազվադեպ էր պատահում նրա կյանքում, այլ այն զգացողությունը, որ նա ակնթարթորեն տեսել էր ինչ-որ իսկական բան, արհեստականությամբ լի աշխարհում։ Այդ նույն գիշեր իր պենթհաուսում, որը նայում էր Կասկադին, Դավիթը հայտնաբերեց, որ մտածում է Ֆուրշետի աշխատակցուհու, նրա առանց երկրորդ մտքի ժպիտի այն նրբության մասին, որով նա վերաբերվում էր շրջապատի մարդկանց։ Ինչ-որ կերպ, բյուրեղապակիների շամպայնի կարողությունների մեջ, նա գտել էր ինչ-որ իսկապես արժեքավոր բան, որը չէր կարելի հաշվարկել թվերով։ Թավրոսյան շինարարություն զարգացում ընկերության կենտրոնական գրասենյակը զբաղեցնում էր Հյուսիսային պողոտայի հայելային երկնաքերի վերջին 5 հարկերը։ 45 հրթարկից, որտեղ գտնվում էր Դավիթի աշխատասենյակը, Երանը մակետի տեսք ուներ, կազմակերպված, կառավարելի, հեռու։ Այդ երկուշաբթի առավոտյան, սակայն, նույնիսկ համայնապատկերային տեսարանը չէր կարողանում հանգստացնել նրա անսովոր անհանգստությունը։ «Խնդիր կա երամսյակային հաշվետվության հետ», հարցրեց Դեբորան, նրա գործադիր քարտուղարուհին ավելի քան 10 տարի, դնելով սուրճից մեկ բաժակ նրա սեղանին։ «Ոչ, ամեն ինչ կարգին է», պատասխանեց Դավիթը, հայացքը չկտրելով համակարգչի էկրանից։ «Դեբորա, ճանաչում ես Սոնատա կամ նման մի բան կոչվող միջոցառումների կազմակերպման ընկերություն»։ Քարտուղարուհին ուղղեց ակնոցը, մտածկոտ։ «Կարծում եմ, Սիմֆոնիա Իվենթսն է։ Նրանք էին կազմակերպել ձմեռային պարահանդեսը ուրբաթ օրը»։ «Ինչո՞վ»։ Դավիթը աղոտ գլխով արեց։ «Ուղղակի հետաքրքրություն։ Միջոցառումն անթերի էր, մտածեցի նրանց խորհուրդ տալ Ավրորա շենքի բացման համար։ Դա սուտ էր, իհարկե»։ Դավիթը պարզապես պատրվակ էր ուզում Լուսինեին նորից տեսնելու համար։ Պարահանդեսի գիշերվանից ի վեր, նրա կերպարը հայտնվում էր նրա մտքում ամենաանհավանական պահերին, կարևոր հանդիպումների ժամանակ, միլիոնավոր դոլարների պայմանագրեր ստորագրելիս, նույնիսկ առավոտյան լողի մարզումների ընթացքում։
Օտարերկրյա ներդրումների հետ ճաշից հետո Դավիթն արեց մի բան, որը լիովին դուրս էր իր սովորույթներից, ազատեց վարորդին անձամբ վարեց իր Porsche-ն դեպի Symphony Events-ի գրասենյակ, որը գտնվում էր կենտրոնի համեստ արտրային շենքում։ Ընդունարանի աշխատակցուհու աչքերը լայնացան, երբ ճանաչեց նրան։ Պարոն Թավրոսյան, ինչով կարող ենք օգնել։ Կցանկանայի խոսել ձմեռային պարահանդեսի կազմակերպման պատասխանատուի հետ, պատասխանեց նա իր լավագույն կորպորատիվ ժպիտով։ Րոպեներ անց նա հանդիպում էր Կլարայի միջոցառումների տնօրենի հետ, որը չէր թաքցնում իր ոգորությունը Դավիթ Թավրոսյանին անձամբ իր փոքրիկ, թղթապանակներով գործվածքների նմուշներով լի սենյակում տեսնելու համար։ Մենք իսկապես պատիվ ունենք ձեր այցելության համար, պարոն Թավրոսյան։ Պարահանդեսի մասին արձագանքները արտակարգ էին։ Ինչով կարող ենք ծառայել ձեզ։ Դավիթը ներկայացրեց Ավրորա շենքի բացման համար ընկերությանը վարձելու իր ենթադրյալ մտադրությունը, տալով տեխնիկական հարցեր ցուցաբերելով մասնագիտական հետաքրքրություն։ Այնուհետ, կարծես ի միջի այլոց, մեկնաբանեց. Կցանկանայի պահպանել պարահանդեսի թիմի որոշ անդամների։ Մի երիտասարդ աղջիկ կար, շատ արդյունավետ։ Լուսինե, եթե չեմ սխալվում։ Կլարան ժպտաց։ Լուսինե Դաշտենց։ Մեր լավագույն աշխատակիցներից մեկը, չնայած մեզ հետ է կարճ ժամանակ, ունի խնդիրները կանխատեսելու լուծելու անհավանական ունակություն։ Ես կերաշխավորեմ, որ նա լինի ձեր միջոցառման թիմում։ Դավիթը դուրս եկավ հանդիպումից, նշելով բացման միջոցառման ամսաթիվն ու ժամը, ավելի արժեքավոր տեղեկությամբ Լուսինեն երեքշաբթի-հինգշաբթի օրերին աշխատում էր Բելվեդեր սրճարանում, որը գտնվում էր մի քանի թաղամաս այն կողմ, իր եկամուտը լրացնելու համար։ Բելվեդեր սրճարանը հակառակն էր այն աշխարհի, որին սովոր էր Դավիթը։ Փոքր, հարմարավետ, առանց շքեղության, գյուղական դարակներին դրված գրքերով առաստաղից կախված բույսերով։ Թարմ աղացած սուրճի տնական հացի բույրը ստեղծում էր մթնոլորտ, որը հրավիրում էր մնալու։ Դավիթը զգուշորեն ներս մտավ, իրեն տեղից դուրս զգալով, չնայած անթերի իտալական կոստյումին, կամ գուցե հենց դրա պատճառով։ Նա տեսավ Լուսինեին վաճառասեղանի հետում, որը պատվեր էր գրանցում։ Նա հագել էր պարզ սպիտակ վերնաշապիկ, մուգ կանաչ գոգնոց իր գանգուր մազերը հավաքել էր անհոգ պոչիկի մեջ։ Նրա մեջ մի բնականություն կար, որը հմայում էր նրան։ Երբ մոտեցավ վաճառասեղանին, նա տեսավ այն ճիշտ պահը, երբ նա ճանաչեց իրեն։ Զարմանքը ալիքի պես անցավ նրա դեմքով։ Պարոն Թավրոսյան, ասաց նա, արագ վերականգնվելով։ Բարի գալուստ, Բելվեդեր։ Կարող եմ օգնել ձեզ։ Դավիթ, նորից ուղեց նա։ Եվ այո, մի սուրճ հիանալի կլիներ։ Ինչ խորհուրդ կտաք։ Կախված է։ Այստեղ եկել եք իսկական սուրճ վայելելու, թե։ Ուղղակի ինձ գտնելու, հարցրեց նա ուղիղ մի հոնքը բարձրացրած կիսաժպիտով։ Դավիթը զգաց, որ դեմքը թեթակի տաքացավ։ Նա սովոր չէր, որ իրեն այդքան հեշտությամբ կարդան։ Երկուսն էլ, խոստովանեց նա մի անկեղծությամբ, որը զարմացրեց երկուսին էլ։ Լուսինեն գլխով արեց, ըստ երույթին գոհ պատասխանից։ Այդ դեպքում փորձեք մեր թարմ աղացած հայկական սուրճը, որը պատրաստվում է ջազվեով։ Այն պարզ է, բայց բացահայտում է հատիկի բոլոր գաղտնիքները։ Իսկ ուղեկցելու համար նոր թխված գաթա։ Մինչ սուրճն էր պատրաստում ճշգրիտ շարժումներով, Լուսինեն հետաքրքրությամբ նայեց նրան։ Ինչպես իմացաք, որ ես այստեղ եմ աշխատում։ Ես խոսեցի ձեր ղեկավարի հետ, Սիմֆոնիային միջոցառման համար վարձելու մասին, պատասխանեց նա հետելով նրա աշխատանքին։ Եվ նա պատահաբար նշեց իմ երկրորդ աշխատանքի մասին, հարցրեց Լուսինեն անհավատությամբ։ Ոչ այնքան։ Ես ձեր մասին հարցրի։ Անկեղծությունը նորից զարմացրեց նրան։ Ցանկացած այլ մեկի հետ նա համոզիչ պատմություն կհորիներ, բայց Լուսինեի հետ արհեստականության շերտերը կարծես ավելորդ էին։ Նա դրեց գոլորշիացող բաժակը նրա առջ, ոսկեգույն գաթաների փոքրիկ ափսեի հետ միասին։ Եվ ինչու պետք է դա անեիք։ Կարծես թե մենք ընդհանուր ոչինչ չունենք, մեկնաբանեց նա, հենվելով վաճառասեղանին։ Դավիթը փորձեց սուրճը։ Այն իսկապես արտակարգ էր, թունդ, բարդ, կարամելի կարմիր մրգերի նոտաներով, որոնք ոչ մի ներկրված էսպրեսո մեքենա չէր կարող վերարտադրել։ Գուցե հենց դրա համար, պատասխանեց նա վերջապես։ Որովհետ մենք ընդհանուր ոչինչ չունենք։ Այդ պահին մի տարեց տիկին կանչեց Լուսինեին, իր սեղանը սպասարկելու, նա հեռացավ խորհրդավոր ժպիտով։
Դավիթը սրճարանում մնաց ավելի քան 2 ժամ, իր պլանշետով պատասխանելով նամակներին, մինչ հետում էր Լուսինեի աշխատանքին։ Նրա շարժումների մեջ անհոգ նրբագեղություն կար, մշտական հաճախորդների հետ զրույցներում անկեղծություն։ Երբ երեկոյան սրճարանը սկսեց դատարկվել, Լուսինեն նորից մոտեցավ։ Ուրիշ բան, պարոն Թավրոսյան։ Թե, պետք է ասեմ Դավիթ։ Ձեր հերթափոխի ավարտի ժամը։ Կցանկանայի ձեզ ընթրիքի հրավիրել, ասաց նա ուղիղ։ Լուսինեն գլուխը թեքեց, գնահատելով նրան այն նույն խորաթափանց հայացքով, ինչ պարահանդեսի գիշերը։ Ինչո՞վ։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Կանայք սովորաբար չէին հարցնում նրա մտադրությունների մասին, երբ ընթրիքի էին հրավիրվում։ Որովհետև կցանկանայի ձեզ ավելի լավ ճանաչել։ Ձեր շրջապատում տասնյակ շլացուցիչ կանայք կան, որոնք ամեն ինչ կտային Երանի ամենացանկալի ամուրիի հետ ընթրիքի համար, նկատեց նա, առանց թշնամանքի, պարզապես փաստ արձանագրելով։ Ինչ եք ուզում մի աղջկանից, որն աշխատում է 2 տեղ, հաշիվները վճարելու հիվանդ մորը խնամելու համար։ Հիվանդ մոր մասին հիշատակումը նորություն էր։ Դավիթը սրտում սեղմում զգաց, պատկերացնելով այն բեռը, որը կրում էր այդ երիտասարդ կինը։ Ոչինչ չեմ ուզում, բացի նրանից, ինչ ասացի, ձեզ ավելի լավ ճանաչել, պատասխանեց նա, ապա ավելացրեց մի անկեղծությամբ, որը հազվադեպ էր իրեն թույլ տալիս։ Դուք ինձ հետաքրքրում եք, Լուսինե։ Նա երկար ուսումնասիրեց նրան, նախքան պատասխանելը։ Ես դուրս եմ գալիս 7-ին։ Բայց ես Աստղանի ռեստորանների համար հագնված չեմ։ Ես մի տեղ գիտեմ, որտեղ դա նշանակություն չունի, հավաստիացրեց նա, զգալով անհամաչափ ուրախություն այդ փոքրիկ հաղթանակի պարզությունից։ Ուղիղ 7-ին Դավիթը սպասում էր մայթին, մինչ Լուսինեն փակում էր սրճարանը։ Առը սկսում էր մայր մտնել, Երանի երկինքը ներկելով նարնջագույն երանգներով, որոնք հազվադեպ էին նկատում շտապող անցորդները։ Ո՞ր ենք գնում, հարցրեց նա, ուղղելով պայուսակը ուսին։ Վստահում ես ինձ, հարցով պատասխանեց Դավիթը, մեկնելով ձեռքը։ Լուսինեն մի պահ տատանվեց, ապա ժպտաց ընդունեց ժեստը։ Առայժմ։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ այդ պարզ սրճարանը նշանավորել էր մի բանի սկիզբ, որը մարտահրավեր էր նետելու այն աշխարհի բոլոր կանոններին, որին նրանք պատկանում էին կամ չէին պատկանում, որը ընդմիշտ փոխելու էր նրանց կյանքի ընթացքը։ Հաջորդող շաբաթների ընթացքում Դավիթն ու Լուսինեն անհավանական առօրյա կառուցեցին։ Նրանք հանդիպում էին համեստ վայրերում, որտեղ նրան չէին ճանաչի, կենտրոնի փոքրիկ գրախանութներում, Սարյան փողոցում թաքնված հնաոճ իրերի խանութում, քաղաքի հյուսիսային մասում գտնվող քիչ հայտնի բուսաբանական այգում։ Յուրաքանչյուր հանդիպման հետ նրանց բաժանող շերտերը, դասակարգային, փորձի, սոցիալական սպասումների, կարծես թե մի փոքր ավելի էին լուծվում։ Մի կիրակի կեսօրին, երբ նրանք զբոսնում էին անգլիական այգով, Դավիթը զարմացրեց Լուսինեին ուղիղ հարցով։ Ինչու երբեք ինձ չես հրավիրել քո տուն։ Լուսինեն դանդաղեցրեց քայլքը, նայելով փոքրիկ լճակում հանգիստ լողացող բադերին։ Ես ապրում եմ մորս հետ Մալաթիա Սեբաստիայի 2 սենյականոց բնակարանում։ Դա այնպիսի վայր չէ, որտեղ դու քեզ հարմարավետ կզգաս։ Ես հարմարավետություն չեմ խնդրել, խնդրել եմ ճանաչել քո աշխարհը, պատասխանեց նա, կանգ առնելով նրան նայելու համար։ Դու ճանաչում ես իմ գրասենյակը, տեսել ես իմ մեքենան, գիտես, թե որտեղ եմ ապրում։ Բայց ես դեռ գրեթե ոչինչ չգիտեմ քո կյանքի մասին։ Դա ճիշտ էր։ Լուսինեն նուրբ պատնեշ էր պահում, ավելի շատ խոսելով գրքերի, ֆիլմերի գաղափարների մասին, քան իր առօրյա իրականության։ Ես իմ պատճառներն ունեմ, պատասխանեց նա, վերսկսելով քայլքը։ Դրանցից գլխավորը մայրս է։ Նա ունի ցրված սկլերոզ։ Լավ օրերին կարողանում է շարժվել ձեռնափայտի օգնությամբ։ Վատ օրերին նրան անվասայլակ է պետք։ Լուսինեն դադար տվեց, նայելով հորիզոնին։ Նա համալսարանի դասախոս էր, գիտես։ Հայ գրականության դոկտոր։ Հիմա նա գրեթե ամեն ինչի համար կախված է ինձնից։ Դավիթը զգաց այդ խոստովանության ծանրությունը։ Մինչ նա մեծացել էր արտոնությունների մեջ, ունենալով լավագույն դպրոցների հնարավորությունների հասանելիություն, Լուսինեն ստանձնել էր մեծահասակի պարտականություններ, երբ դեռ գրեթե դեռահաս էր։ Ուզում եմ նրան ճանաչել, ասաց նա վերջապես։ Մորթ, նկատի ունեմ։ Եվ քո տունը։ Լուսինեն զարմացած նայեց նրան։ Ինչո՞վ։ Որովհետև դա կարևոր է քեզ համար, պատասխանեց նա պարզապես։
Հաջորդ կիրակի Դավիթի փորձին բացարձակապես անտեղի էր թվում Մալաթիա Սեբաստիայի նեղ փողոցներում։ Նա պնդել էր, որ անձամբ վարի հրաժարվելով վարորդ կանչելուց, ինչպես սովորաբար կաներ։ Նա կայանեց փոքրիկ 4 հարկանի շենքի դիմաց, որի ներկը թափված էր, որն ուներ մեկ մուտք, առանց դռնապանի։ Բնակարանը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Լուսինեն նկարագրել էր, փոքր, բայց անթերի մաքուր կազմակերպված։ Այն, ինչ պակասում էր տարածության մեջ, լրացվում էր անհատականությամբ, պատերը ծածկված էին ինքնաշեն գրապահարաններով, լի գրքերով, պատուհանագոգերին փոքրիկ ծաղկամաններ, պարզ շրջանակներով լուսանկարներ։ Տիկին Հելենա Դաշտենցը նստած էր պատուհանի մոտ, հարմարեցված բազկաթոռին։ Չնայած հիվանդությանը, որը աստիճանաբար խլում էր նրա շարժունակությունը, նա պահպանում էր արժանապատիվ կեցվածք զգոն աչքեր, որոնք հետաքրքրությամբ զննեցին Դավիթին, երբ Լուսինեն նրանց ներկայացրեց։ Այսպիսով, դուք այն հայտնի գործարարն եք, ով զբաղեցրել է իմ դստեր մտքերը, ասաց նա խորաթափանց ժպիտով, որը շատ էր հիշեցնում Լուսինեի ժպիտը։ Մամ, բողոքեց Լուսինեն, կարմրելով։ Դավիթը ժպտաց, անմիջապես հմայված տիկնոջ անկեղծությամբ։ Հաճելի է ձեզ հետ ծանոթանալ, տիկին Հելենա։ Լուսինեն շատ է խոսում ձեր մասին։ Եվ ձեր մասին նույնպես, թե փորձում է թաքցնել, պատասխանեց Հելենան, ցույց տալով մոտակա աթոռը։ Նստեք, Դավիթ։ Եվ ասացեք ինձ, թե ձեզ նման մարդն ինչ է անում իմ դստեր պես պարզ աղջկա հետ։ Մայրիկ, խնդրում եմ, միջամտեց Լուսինեն, վիրավորված։ Ամեն ինչ կարգին է, հավաստիացրեց Դավիթը նստելով։ Դա արդարացի հարց է։ Հաջորդող ճաշը զարմանալիորեն հաճելի էր։ Տիկին Հելենան, չնայած իր վիճակին, պահպանում էր սուր միտք նուրբ հումորի զգացում։ Ակնհայտ էր, թե որտեղից էր գալիս Լուսինեի խելքն ու խորաթափանցությունը։ Նրանք խոսեցին գրականությունից, Հելենան Թումանյանի մասնագետ էր, քաղաքականությունից Երանի փոփոխություններից տասնամյակների ընթացքում։ Մինչ Լուսինեն փոքրիկ խոհանոցում սուրճ էր պատրաստում, Հելենան խորաթափանց հայացքով նայեց Դավիթին։ Իմ դուստրը էկզոտիկ զբաղմունք չէ, պարոն Թավրոսյան։ Ոչ էլ բարեգործական նախագիծ։ Երբեք նրա մասին այդպես չեմ մտածել, պատասխանեց նա, դիմանալով հայացքին։ Լավ է, որովհետև Լուսինեն գուցե չունի ձեր փողը, բայց ունի շատ ավելի արժեքավոր բան, արժանապատվություն։ Եվ եթե դուք նրան վիրավորեք, պետք է իմանաք, որ նույնիսկ այս աթոռին նստած, ես կգտնեմ ստեղծագործական ձեզ զղջալ տալու համար։ Դավիթը չկարողացավ չժպտալ։ Լուսինեի մորից ավելի քիչ բան չէի սպասի։ Ժամեր անց, երբ նրանք դուրս եկան բնակարանից, Դավիթն իրեն տարօրինակ կերպով թեթ էր զգում։ Այդ տան պարզությունը, մոր դստեր միջ ակնհայտ սերը, առանց արհեստականության զրույցները, այս ամենը կտրուկ հակադրվում էր իր մանկության տան սառը, պաշտոնական մթնոլորտին, որտեղ սիրո դրսևորումները համարվում էին խուսափելի գռեհկություններ։ Մայրդ անհավանական է, մեկնաբանեց նա, մինչ վերադառնում էին կենտրոն։ Նա քեզ հավանեց, պատասխանեց Լուսինեն, նայելով մեքենայի պատուհանից։ Հավատա, դա հաճախ չի պատահում։ Ուրեմն, բախտս բերել է։ Այդ գիշեր Դավիթը Լուսինեին տարավ իր պենթհաուս, Միլենիում շենքի տանիքում։ Հակադրությունը չէր կարող ավելի ցայտուն լինել, ավելի քան 500 քառակուսի մետր, որը ձավորել էր հայտնի դիզայներ, ստորագրված արվեստի գործերով, բացառիկ դիզայնի կահույքով լուսավորված Երանի համայնապատկերային տեսարանով։ Լուսինեն լուռ քայլում էր տարածքով, դիտելով յուրաքանչյուր մանրուք առանց հիացմունք ցուցաբերելու։ Գեղեցիկ է, մեկնաբանեց նա վերջապես։ Բայց ավելի շատ ամսագրի էջի է նման, քան տան։ Դիտարկումը, հեռու լինելով նրան վիրավորելուց, հարվածեց Դավիթին որպես երբեք չգիտակցված ճշմարտություն։ Իրոք, չնայած ողջ շքեղությանը, այդ տարածքին հոգի էր պակասում։ Երբեք այդ մասին չեմ մտածել, խոստովանեց նա, 2 բաժակ գինի լցնելով։ Բայց դու ճիշտ ես։ Նրանք նստեցին պատշգամբում, դիտելով քաղաքի լույսերը փոքրիկ երկրային աստղերի պես։ Երեկոն հաճելի էր, մեղմ զեփյուռը մեղմացնում էր երանյան գարնանը բնորոշ տաքությունը։ Ինչու ես, հարցրեց Լուսինեն, խախտելով նրանց միջ հաստատված հարմարավետ լռությունը։ Բոլոր այն կանանցից, որոնք կարող էին այստեղ լինել քեզ հետ, ինչու ընտրեցիր հենց սրճարանի մատուցողուհուն։ Դավիթը մի պահ մտածեց հարցի շուրջ, պտտելով գինին բաժակի մեջ։ Որովհետև քեզ հետ ես պետք չէ լինեմ Դավիթ Թավրոսյանը, գործարարը։ Կարող եմ լինել պարզապես Դավիթը, տղամարդը։ Նա դադար տվեց։ Քեզ հետ ես չեմ զգում, որ պետք է տպավորեմ կամ հաշվարկեմ յուրաքանչյուր խոսք։ Դա
Ազատագրող է։ Լուսինեն ժպտաց մի փոքր, բայց անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա աչքերը։ Գիտես, թե որն է զվարճալին։ Դու ունես այն ամենը, ինչի մասին շատերը երազում են, այնուամենայնիվ, այնքան նա տատանվեց, փնտրելով ճիշտ բառը։ Դատարկ, առաջարկեց նա։ Ես կասեի, թերի։ Դավիթը բաժակը դրեց սեղանին, մոտեցավ Լուսինեին, ուղիղ նայելով նրա աչքերին։ Իսկ դու ինձ ստիպում ես ավելի քիչ թերի զգալ։ Հաջորդող համբույրը մեղմ էր, տատանվող, կարծես երկուսն էլ անծանոթ տարածքում էին քայլում, ինչը որոշ առումով այդպես էլ կար։ Երբ նրանք բաժանվեցին, Լուսինեն լուրջ արտահայտություն ուներ։ Ես չեմ ուզում լինել պարզապես անցողիկ արկած, Դավիթ։ Ես այն կանանցից չեմ, որոնք ընդունում են ուշադրության փշուրներ։ Երբեք քո մասին այդպես չեմ մտածել, հավաստիացրեց նա, շոյելով նրա դեմքը։ Այն, ինչ զգում եմ քո հանդեպ, տարբերվում է այն ամենից, ինչ երբեք զգացել եմ։ Հաջորդող շաբաթներին հանդիպումները դարձան ավելի հաճախակի։ Դավիթը հարմարեցրեց իր ծանրաբեռնված գրաֆիկը, ժամանակ գտնելու Լուսինեին տեսնելու համար։ Աստիճանաբար նա նույնպես իջեցրեց իր պաշտպանական պատնեշները, թույլ տալով իրեն հավատալ, որ գուցե հակառակ բոլոր հավանականությունների, այդ հարաբերությունները կարող են իսկապես ստացվել։ Մի շաբաթ երեկոյան, Դավիթի բնակարանում նրա կողմից պատրաստված պարզ ընթրիքից հետո, նա պնդել էր, որ ինքը պատրաստի, բացահայտելով զարմանալի խոհարարական տաղանդներ, նրանք գրկախառնված նստած էին բազմոցին, խոսելով ամեն ինչից ոչնչից։ Նրանց միջ մտերմությունը բնականաբար աճում էր, առանց շտապելու։ Երբ համբույրներն ավելի կրքոտ դարձան, Դավիթը զգաց, որ Լուսինեն լարվեց նրա հպումից։ Կարող ենք կանգ առնել, եթե ուզում ես, շշնջաց նա նրա շուրթերին։ Լուսինեն խորը շունչ քաշեց, աչքերը փակ։ Չեմ ուզում կանգ առնել։ Ուղղակի լարված եմ։ Ինչի՞ց ես լարված, հարցրեց նա, մի փոքր հեռանալով նրան նայելու համար։ Որովհետև երբեք, Լուսինեն ուժգին կարմրեց, հայացքը փախցնելով։ Դավիթն անմիջապես հասկացավ։ Դու երբեք ոչ ոքի հետ չես եղել։ Նա հաստատեց փոքրիկ գլխի շարժումով, դեռ չնայելով նրան։ Լուսինե, նայիր ինձ, խնդրեց նա մեղմորեն, դիպչելով նրա կզակին։ Շտապելու կարիք չկա։ Կարող ենք սպասել այնքան, որքան քեզ պետք է։ Վերջապես նա հանդիպեց նրա աչքերին, խոցելի, ինչպիսին երբեք իրեն թույլ չէր տվել լինել։ Ուղղակի ցավելո՞ է։ Հարցը, որը տրվեց գրեթե շշուկով, հարվածեց Դավիթին կայծակի պես։ Ամբողջ քնքշությունը, որի մասին նա նույնիսկ չգիտեր, որ ունի, դուրս եկավ այդ պահին։ Դա ոչ միայն ցանկության մասին էր, այլ վստահության, այն մասին, որ նա ընտրել էր իրեն հանձնել այդքան թանկ բան։ Խոստանում եմ քնքուշ լինել, պատասխանեց նա մի լրջությամբ, որը զարմացրեց երկուսին էլ։ Եվ մենք կարող ենք կանգ առնել ցանկացած պահի, երբ դու կցանկանաս։ Այդ գիշեր, դրսում բաբախող քաղաքի մեղմ լույսի ներքո, Դավիթը բացահայտեց մտերմության միծ, որը գերազանցում էր ֆիզիկականը։ Յուրաքանչյուր հպում, յուրաքանչյուր համբույր առաջնորդվում էր մի հոգատարությամբ, որը նա երբեք ոչ ոքի չէր ցուցաբերել։ Լուսինեի համար ցավ չկար, կար բացահայտում, վստահություն, նվիրում։ Եվ երբ նրանք վերջապես մեկ դարձան, երկուսն էլ հասկացան, որ իրենց միջ հիմնարար բան է փոխվել։ Այդ կիրակի առավոտյան Երանի կենտրոնի հեղինակավոր թաղամասերից մեկը շուտ էր արթնանում։ Վեհաշուկ առանձնատները թաքնված էին բարձր պարիսպների անթերի այգիների հետում, պաշտպանելով երանյան վերնախավի անձնական կյանքը։ Այդ առանձնատներից մեկը, որը հատկապես շքեղ էր, տոսկանական պալատներից ոգեշնչված ճարտարապետությամբ, 3 սերունդ պատկանում էր Թավրոսյանների ընտանիքին։ Ամալիա Թավրոսյանը քայլում էր ձմեռային այգով, հետելով, թե ինչպես է իր այգեպանը խնամքով կտրում իր մրցանակակիր վարդերի այգու թփերը։ 65 տարեկանում նա պահպանում էր էլեգանտ կեցվածքը, խորաթափանց հայացքը, որոնք նրան դարձրել էին բարձր հասարակության ամենավախենալու հարգված դեմքերից մեկը։ 15 տարի այրի լինելով, նա երկաթե ձեռքով ստանձնել էր ընտանեկան կարողության ղեկը, վճռական պահպանելու ընդլայնելու այն կայսրությունը, որը կառուցել էր իր հանգուցյալ ամուսինը։ Տիկին Էլիզա Միրզոյանը նոր ժամանեց, հայտարարեց տնտեսուհին, ընդհատելով նրա մտքերը։ Նրան տարեք զրուցարան, Անահիտ։ Եվ մատուցեք այն անգլիական թեյը, որը նա սիրում է, հրամայեց Ամալիան, հանելով այգեգործական ձեռնոցները, որոնք ավելի շատ գեղագիտական նպատակով էր կրում, քան գործնական։ Էլիզա Միրզոյանը, Երան Սոսայեթի ամսագրի տնօրենը, այն սակավաթիվ մարդկանցից էր, ում Ամալիան արժանի էր համարում իր վստահությանը, իհարկե, այն սահմաններում, որոնք թույլ էր տալիս նրա հաշվենկատ բնավորությունը։
Էլիզան գիտեր Երանյան վերնախավի բոլոր գաղտնիքները, սկանդալները, շարժումները, ինչը նրան դարձնում էր տեղեկատվության արժեքավոր աղբյուր։ Ամալիա սիրելիս, դու ինչպես միշտ փայլում ես, ողջունեց Էլիզան, բարձրանալով այտերին մոտ օդային համբույրի համար։ Այս նոր պրոցեդուրան հրաշքներ է գործում։ Շնորհակալ եմ, Էլիզա։ Եվ ինչին եմ պարտական այս հաճույքի համար։ Դու հազվադեպ ես այդքան շտապ հանդիպումներ խնդրում։ Լրագրողուհին թեյից մի կում արեց, նախքան պատասխանելը, վայելելով պահը։ Դավիթի մասին է։ Վերջին շաբաթներին հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել, սկսեց նա, ուսումնասիրելով Ամալիայի արձագանքը։ Նրան տեսել են անսովոր վայրերում։ Ինչ տեսակի վայրերում, հարցրեց Ամալիան, պահպանելով անթերի հանգստությունը։ Սրճարան կենտրոնում, փոքր գրախանութներ, հանրային այգիներ, Էլիզան դրամատիկ դադար տվեց։ Միշտ նույն երիտասարդ աղջկա ուղեկցությամբ։ Պարզ աղջիկ, ինչպես իմացա։ Աշխատում է որպես մատուցողուհի կամ նման մի բան։ Ամալիայի անհանգստության միակ տեսանելի նշանը շուրթերի թեթ սեղմումն էր։ Դավիթը միշտ էլ ունեցել է իր զբաղմունքները, մեկնաբանեց նա ուսումնասիրված արամարանքով։ Հավանաբար, պարզապես ժամանակավոր շեղում է։ Ճիշտ ես, հավանաբար համաձայնեց Էլիզան, թե նրա տոնը հակառակն էր հուշում։ Բայց հետաքրքիր համարեցի, որ նա չեղարկել է կարևոր հանդիպումներ նրա հետ հանդիպելու համար։ Եվ լուրեր կան, որ նրան տարել է իր բնակարան։ Մի քանի անգամ։ Այս սա արդեն անսովոր էր։ Դավիթը միշտ իր արկածները պահում էր գաղտնի առանձնացված, երբեք թույլ չտալով, որ դրանք խանգարեն իր գործերին կամ ներխուժեն իր անձնական տարածք։ Անուն ունի։ Այդ մատուցողուհին, հարցրեց Ամալիան, փորձելով անտարբեր հնչել։ Լուսինե Դաշտենց։ 20 անց, ապրում է Մալաթիա Սեբաստիայում հիվանդ մոր հետ։ Աշխատում է 2 տեղ։ Առանց քրեական անցյալի, առանց սկանդալների, գրեթե անտեսանելի սոցիալական ցանցերում։ Սովորական աղջիկ, ինչպես կարողացա պարզել։ Էլիզան ժպտաց։ Բացառությամբ այն փաստի, որ գրավել է Երանի ամենացանկալի ամուրիի ուշադրությունը։ Ամալիան դանդաղ գլխով արեց, մշակելով տեղեկատվությունը։ Շնորհակալ եմ, որ զգուշացրիր, Էլիզա։ Ինչպես միշտ, քո հավատարմությունն արժեքավոր է։ Պարզապես մտածեցի, որ պետք է իմանաս, հատկապես հաշվի առնելով Դավիթի Բեատրիսի պլանները։ Բեատրիս Ալիխանյան։ Ռիկարդ Ալիխանյանի միակ դուստրը, երկրի երկրորդ խոշորագույն մասնավոր բանկի սեփականատիրոջ Թավրոսյանների ռազմավարական դաշնակցի բազմաթիվ նախագծերում։ Պայմանավորվածությունը պաշտոնականացված չէր, բայց ենթադրվում էր զրույցներում, ընթրիքներում վերջին տարիներին խնամքով կազմակերպված սոցիալական միջոցառումներում։ Պլանները մնում են անփոփոխ, հավաստիացրեց Ամալիան այն վստահությամբ, որը առարկություն չէր ընդունում։ Փոքր շեղումները չեն փոխում հիմնական ուղղությունը։ Երբ Էլիզան հեռացավ, Ամալիան երկար ժամանակ մնաց զրուցարանում, դիտելով մանրակրկիտ պլանավորված այգին։ Նրա կյանքում ամեն ինչ խնամքով մշակվել էր, սոցիալական հարաբերությունները, գործնական դաշինքները, Թավրոսյանների ընտանիքի անթերի հանրային կերպարը։ Նա թույլ չէր տա, որ մի սովորական մատուցողուհի ապակայունացնի տասնամյակների ռազմավարական պլանավորումը։ Ժամեր անց Դավիթի պենթհաուսում մթնոլորտը չէր կարող ավելի հակադիր լինել Թավրոսյանների առանձնատանը տիրող լարվածությանը։ Նա Լուսինեն առավոտն անցկացրել էին անկողնում, զրույցների, ծիծաղի մտերմության պահերի մեջ, որոնք գնալով ավելի բնական էին դառնում նրանց մեջ։ Պետք է գնամ, դժկամությամբ մրմնջաց Լուսինեն, նայելով ժամացույցին։ Խոստացել եմ մորս, որ այսօր կեսօրին նրան այգի կտանեմ։ Կարող եմ ձեզ ուղեկցել, առաջարկեց Դավիթը, ծույլ շրջաններ գծելով Լուսինեի մերկ մեջքին։ Նա ժպտաց, նրբորեն համբուրելով նրան։ Կուզենայի, բայց մայրս երբեմն տարածքի կարիք ունի։ Նա ատում է, երբ մարդիկ իրեն որպես հաշմանդամ են վերաբերվում։ Հասկանում եմ։ Ավելի ուշ ընտրենք։ Չեմ կարող։ Այսօր երեկոյան, սիմֆոնիա-ի միջոցառում ունեմ։ Ինչ-որ գործադիր տնօրենի հարսանիք է, պատասխանեց նա, վեր կենալով սկսելով հագնվել։ Դավիթը հետում էր նրան, հիացած նրա շարժումների բնականությամբ, այն կեղծիքի լիակատար բացակայությամբ, որը բնորոշ էր իր ճանաչած բոլոր կանանց։ Ես սիրահարված եմ քեզ, ասաց նա, բառերը դուրս թռան, նախքան նա կկարողանար զսպել դրանք։ Լուսինեն սառեց, վերնաշապիկը կիսակոճկված։ Դանդաղ, նա շրջվեց նրան նայելու, աչքերը լայն բացված զարմանքից։ Ինչ։
Ես սիրահարված եմ քեզ, կրկնեց նա նստելով անկողնուն։ Գիտեմ, որ կարող է շտապողական թվալ, բայց երբեք ոչ ոքի հանդեպ չեմ զգացել այն, ինչ զգում եմ քո հանդեպ։ Լուսինեն նստեց նրա կողքին, դեմքը հակասական զգացմունքների խառնուրդ։ Դավիթ, մենք բոլորովին տարբեր աշխարհներից ենք։ Դու Դավիթ Թավրոսյանն ես։ Ես ընդամենը Լուսինեն, ավարտեց նա, բռնելով նրա ձեռքերը։ Եվ դա ավելին է, քան բավարար։ Իրականում, դա այն ամենն է, ինչ ես ուզում եմ։ Նա երկար նայեց նրան, կարծես անկեղծության նշան փնտրելով։ Չգտնելով, դողացող հոգոց հանեց։ Ես էլ եմ սիրահարված քեզ, խոստովանեց նա վերջապես։ Եվ դա ինձ վախեցնում է։ Ինչո՞վ։ Որովհետև ինձ նման մարդիկ չեն վերջացնում քեզ նման մարդկանց հետ, Դավիթ։ Ոչ իրական կյանքում։ Առավելագույնը մենք հետաքրքիր գլուխներ ենք, նախքան սպասվող ավարտը։ Նա բռնեց նրա դեմքը իր ձեռքերի մեջ։ Դու գլուխ չես։ Դու ամբողջ գիրքն ես։ Այդ գիշեր, մինչ Լուսինեն խորտիկներ էր մատուցում ֆինանսական շուկայի մի գործադիր տնօրենի շքեղ հարսանիքին, չէր կարողանում դադարել մտածել Դավիթի խոսքերի մասին։ Նա թույլ տվեց իրեն առաջին անգամ երազել նրա հետ ապագայի մասին։ Դա միաժամանակ սարսափելի էր հրաշալի։ Լուսինե, այնպես չէ, կանացի ձայնն ընդհատեց նրա մտքերը։ Շրջվելով Լուսինեն բախվեց էլեգանտ մի կնոջ, հավանաբար 30 անց, որը հագել էր մի զգեստ, որը կարժենար իր մի քանի ամսվա աշխատավարձը։ Այո, տիկին։ Կարող եմ օգնել։ Կինը ժպտաց, մի ժպիտ, որը չէր հասնում նրա սառը աչքերին։ Իրականում, կարծում եմ, ես կարող եմ օգնել ձեզ։ Նա մեկնեց իր կատարյալ մատնահարդարված ձեռքը։ Բեատրիս Ալիխանյան։ Դավիթ Թավրոսյանի հարսնացուն։ Լուսինեի աշխարհը կարծես դանդաղեց, բառերը արձագանքում էին դատարկ սենյակում։ Հարսնացու։ Դավիթ։ Անհնար։ Թյուրիմացություն պետք է լինի, կարողացավ ասել նա, ձայնն ավելի ամուր, քան սպասում էր։ Բեատրիսը ծիծաղեց, մի բյուրեղյա դաժան ձայն։ Թյուրիմացությունը քոնն է, սիրելիս։ Դավիթն ու ես գրեթե նշանված ենք ծնված օրվանից։ Մեր ընտանիքները պայմանավորվածություն ունեն։ Գործեր, հասկանում ես։ Նա մի փոքր առաջ թեքվեց, կարծես գաղտնիք կիսելով։ Նա ունենում է այդ պատահական շեղումները։ Սովորաբար էկզոտիկ կամ անսովոր աղջիկների հետ։ Ուկրաինացի մոդել, ճապոնացի դաշնակահարուհի, հիմա դու մաքուր հոգով մատուցողուհին։ Նրա հայացքը սահեց Լուսինեի վրայով։ Բայց նա միշտ վերադառնում է նրան, ինչն իսկապես կարևոր է, ընտանիք, կարգավիճակ, պարտականություն։ Լուսինեն զգաց, որ ստամոքսը սեղմվեց, բայց պահպանեց հանգստությունը։ Եթե ներեք, պետք է վերադառնամ աշխատանքի։ Իհարկե, սիրելիս։ Պարզապես մտածեցի, որ արժանի ես իմանալու։ Նա միշտ վերադառնում է, գիտես։ Եվ որքան շուտ դու դա հասկանաս, այնքան քիչ կտարապես։ Մինչ Բեատրիսը հեռանում էր, Լուսինեն անշարժ մնաց, խորտիկների սկուտեղը մոռացված իր ձեռքերում։ Դավիթի սիրո խոսքերը, որոնք ժամեր առաջ այնքան անկեղծ էին թվում, այժմ դատարկ էին հնչում։ Ինչպես կարող էր այդքան միամիտ լինել։ Հաջորդ օրը Դավիթին լարված մթնոլորտ դիմավորեց, երբ նա ժամանեց ընտանեկան առանձնատուն, կիրակնօրյա ճաշի։ Նստած երկար ճաշասեղանի գլխին, նա դիմակայում էր իր մոր խորաթափանց հայացքին, որը հազիվ էր դիպել մանրակրկիտ մատուցված ուտեստներին։ Էլիզա Միրզոյանն ինձ այցելեց երեկ, հայտարարեց Ամալյան, խախտելով լռությունը։ Հետաքրքիր տեղեկություններ բերեց քո նոր զբաղմունքի մասին։ Դավիթը զգուշորեն դրեց պատառաքաղը։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, մամ։ Լուսինե Դաշտենց, պատասխանեց Ամալյան, անունը արտասանելով կարծես տհաճ բան լիներ։ Մալաթիա Սեբաստիայի մատուցողուհին։ Զայրույթի ալիք անցավ Դավիթով։ Նրա մասին այդպես մի խոսեք։ Ուրեմն ճիշտ է։ Ամալյան մի փոքր առաջ թեքվեց։ Դավիթ, դու պարտականություններ ունես։ Ընտանիքի, ընկերության, մեր ժառանգության հանդեպ։ Իմ անձնական կյանքը դրանցից ոչ մեկին չի խանգարում։ Քո անձնական կյանքը հենց այդ ամենն է, հակադարձեց Ամալյան, ձայնը զուսպ, բայց սուր։ Ալիխանյանները շուտով պաշտոնական հայտարարության են սպասում։ Ռիկարդը 3 անգամ նշեց այդ թեման խորհրդի վերջին նիստում։ Դավիթը զգաց, որ արյունը եռում է։
Ոչ մի հայտարարություն չի լինի։ Ես երբեք չեմ համաձայնել այդ անհեթեթ պայմանավորվածությանը։ Դա համաձայնելու հարց չէ։ Դա քո պարտականությունն է։ Ամալյան մեղմացրեց տոնը, որդեգրելով այն ռազմավարությունը, որը միշտ աշխատել էր որդու հետ։ Սիրելիս, զվարճացիր այդ աղջկա հետ, եթե ուզում ես։ Բայց մի շփոթիր արկածը լուրջ բանի հետ։ Մեզ նման մարդիկ ավելի մեծ պատասխանատվություն ունեն։ Մեզ նման մարդիկ, կրկնեց Դավիթը անհավատությամբ։ Ինչ ենք մենք հենց, մամ։ Տարբեր տեսակ։ Մենք ժառանգության պահապաններ ենք։ Անվան։ Ավանդույթի։ Դավիթը կտրուկ վեր կացավ։ Իսկ եթե ես այլս չեմ ուզում այդ բեռը։ Ամալիայի հայացքը խստացավ։ Դրամատիկ մի եղիր։ Դու միշտ իմացել ես, թե որն է քո դերը։ Գուցե ժամանակն է վերաշարադրել այդ դերը։ Երբ Դավիթը հեռացավ առանձնատնից, անմիջապես զանգեց Լուսինեին։ Պետք է տեսներ նրան, պատմեր մոր հետ զրույցի մասին, հավաստիացներ, որ ոչինչ ոչ ոք չի խանգարի նրանց զգացմունքներին։ Զանգն ուղիղ գնաց ձայնային փոստ։ Նորից փորձեց։ Ոչինչ։ Հաղորդագրություններ ուղարկեց, որոնք մնացին անպատասխան։ Անհանգստացնող զգացողություն սկսեց ձավորվել նրա սրտում։ Երբ վերջապես որոշեց գնալ Մալաթիա Սեբաստիայի փոքրիկ բնակարան, նրան դիմավորեց տիկին Հելենան, որի սովորաբար հյուրընկալ արտահայտությունը փոխարինվել է սառը հայացքով։ Նա չի ուզում ձեզ տեսնել, տեղեկացրեց նա չոր։ Խնդրում եմ, պետք է խոսեմ նրա հետ։ Թյուրիմացություն է եղել։ Հելենան խաչեց ձեռքերը, փակելով մուտքը։ Թյուրիմացություն։ Այդպես եք անվանում այն փաստը, որ նշանված եք ուրիշ կնոջ հետ, մինչ գայթակղում էիք իմ դստերը։ Դավիթը զգաց, կարծես հարված ստացավ։ Ես ոչ ոքի հետ նշանված չեմ։ Ո՞վ է դա ասել նրան։ Ձեր հարսնացուն հոգ տարավ ներկայանալու մասին։ Եվ բացատրելու, թե ինչպես եք դուք էկզոտիկ շեղումների սովորություն ունեք, նախքան վերադառնալը նրան, ինչն իսկապես կարևոր է։ Բեատրիս։ Իհարկե։ Զայրույթը խառնվեց հուսահատության հետ։ Դա սուտ է։ Խնդրում եմ, թույլ տվեք բացատրել Լուսինեին։ Հելենան մի փոքր մեղմացրեց իր արտահայտությունը, տեսնելով երիտասարդի դեմքի անկեղծ տառապանքը։ Նա վիրավորված է, Դավիթ։ Եվ շփոթված։ Նրան ժամանակ տվեք։ Ասացեք նրան, որ սիրում եմ նրան։ Որ նա միակն է, ով կարող է ինձ համար։ Խնդրում եմ։ Մինչ հեռանում էր փոքրիկ շենքից, Դավիթը զգաց, որ այն ամենը, ինչ կառուցել էր Լուսինեի հետ, վստահությունը, մտերմությունը, սերը, փլուզվում էր դավադրությունների լուրերի պատճառով։ Եվ իր արտոնյալ կյանքում առաջին անգամ նա հայտնաբերեց, որ իր ողջ փողն ու իշխանությունը չեն կարող գնել այն միակ բանը, որն իսկապես ցանկանում էր Լուսինեի սիրտը վերադարձնելը։ Մի շաբաթ անցավ, բայց Լուսինեն չպատասխանեց Դավիթի հաղորդագրություններին կամ զանգերին։ Նա ամեն ինչ փորձել էր, ծաղիկներ էր ուղարկել սրճարան-բնակարան, բացատրական հաղորդագրություններ, նույնիսկ ձեռագիր նամակ, մի բան, որ երբեք ոչ ոքի համար չէր արել։ Համառ լռությունը տանջանք էր մեկի համար, ով սովոր էր ստանալ այն ամենը, ինչ ուզում էր, մատների մեկ կտտոցով։ Թավրոսյան շինարարություն զարգացում ի գրասենյակում Դավիթը իր ուրվականն էր հիշեցնում։ Աչքերի տակ մուգ շրջանակներ էին, չսափրված մորուքը հակադրվում էր նրա սովորական անթերի տեսքին, նրա կենտրոնացումը տատանվում էր նույնիսկ ամենակարևոր հանդիպումների ժամանակ։ Դուք լավ եք, համարձակվեց հարցնել Դեբորան, սուրճից մեկ բաժակ դնելով նրա սեղանին։ Թվում է հոգնած եք։ Ես հիանալի եմ, չոր պատասխանեց նա, հայացքը չբարձրացնելով փաստաթղթերից, որոնք ծածնում էր, թե կարդում է ավելի քան մեկ ժամ։ Դեբորան, որը նրան ավելի լավ էր ճանաչում, քան որևէ այլ աշխատակից, տատանվեց դռան մոտ։ Եթե թույլ կտաք համարձակությունս, պարոն, երբ ես ու իմ նախկին ամուսինը բաժանվեցինք, մտածում էի, որ աշխարհս փլուզվել է։ Բայց հասկացա, որ որոշ բաներ պետք է ասվեն անձամբ, անկախ նրանից, թե որքան է դիմադրում մյուս մարդը։ Դավիթը վերջապես բարձրացրեց հայացքը, զարմացած իր միշտ զուսպ քարտուղարուհու անսովոր միջամտությունից։ Շնորհակալ եմ, Դեբորա, ասաց նա պարզապես, բայց առաջարկի մեջ ինչ-որ բան վճռականության կայծ վառեց։ Այդ նույն կեսօրին նա ռազմավարական դիրք գրավեց Բելվեդեր սրճարանի դիմաց, իմանալով, որ Լուսինեն դուրս կգա իր հերթափոխի վերջում։ Երբ նա վերջապես հայտնվեց հետի դռնից, նա նույնքան հյուծված տեսք ուներ, որքան ինքը, անփայլ աչքեր, ծանր շարժումներ։
Լուսինե, կանչեց նա, զգուշորեն մոտենալով։ Նա սառեց, երբ տեսավ նրան, հոգնած դեմքով զգացմունքների խառնուրդ անցավ, նախքան անտարբերության դիմակով քարանալը։ Ինչ ես ուզում, Դավիթ։ Արդեն բավականաչափ վնաս չես պատճառել։ 5 րոպե։ Այդքանն եմ խնդրում։ Հետո եթե դեռ ուզենաս, որ անհետանամ քո կյանքից, խոստանում եմ, որ կհարգեմ քո որոշումը։ Լուսինեն տատանվեց, ուղղելով պայուսակի ուսակապը։ 3 րոպե։ Դիմացի այգում։ Փոքրիկ այգին, շենքերի միջ կանաչ մի կտոր, այդ ժամին գրեթե ամայի էր։ Նրանք նստեցին մաշված նստարանին, իրարից անվտանգ հեռավորություն պահպանելով։ Ես Բեատրիսի հետ նշանված չեմ, սկսեց Դավիթը, անմիջապես անցնելով գործին։ Երբեք չեմ եղել։ Նա բավականին համոզված էր թվում հակառակում։ Որովհետև դա այն է, ինչ իմ մայրն ու նրա ընտանիքն են պլանավորել, ոչ թե այն, ինչ ես եմ ընտրել, բացատրեց նա, շրջվելով նրան նայելու։ Այո, սպասում կա, որ ես ամուսնանամ նրա հետ։ Ընտանիքների միջ ենթադրվող համաձայնություն, կարծես դեռ 19-րդ դարում լինենք։ Բայց ես երբեք չեմ համաձայնել դրան, երբեք որևէ խոստում չեմ տվել։ Լուսինեն ուսումնասիրեց նրա դեմքը, ստի նշաններ փնտրելով։ Այդ դեպքում ինչու նա պետք է ինձ մոտ գար։ Որովհետև հասկացավ, որ ես սիրահարված եմ քեզ։ Որովհետև տեսավ, որ առաջին անգամ գտել եմ մեկին, ով իսկապես կարող է ինձ համար։ Դավիթը տատանվեց։ Մայրս էլ գիտի։ Էլիզա Միրզոյանը, բամբասանքների լրագրողը, մեզ միասին է տեսել պատմել նրան։ Առանց հումորի ծիծաղ դուրս թռավ Լուսինեի շուրթերից։ Ամբողջ բարձր հասարակությունը դավադրություն է կազմակերպում մեր դեմ։ Դա ծիծաղելի է թվում։ Դա ծիծաղելի է, համաձայնեց Դավիթը։ Բայց դա իրական է։ Մորս նման մարդկանց համար ամուսնական դաշինքները դեռս բիզնես գործիքներ են։ Իսկ Բեատրիսը նրան դաստիարակել են լինել կատարյալ կին ինձ նման մեկի համար։ Վերջնական մրցանակը, պլանավորված նվաճումների կյանքում։ Լուսինեն լուր յուրացրեց տեղեկատվությունը։ Վերջապես հարցրեց. Իսկ ինչ պատմություն էր այն էկզոտիկ շեղումների մասին, նախքան Կարորին վերադառնալը։ Դավիթը փակեց աչքերը, զգալով ամոթի ծանրությունը։ Ես հարաբերություններ եմ ունեցել նախկինում։ Որոշները կանանց հետ, որոնք սպասվող սոցիալական շրջանակի մաս չէին կազմում։ Բայց երբեք այնպես չի եղել, ինչպես նա նկարագրեց։ Եվ երբեք չի եղել այնպես, ինչպես քեզ հետ է։ Ինչպես կարող եմ հավատալ դրան։ Որովհետև քեզանից առաջ ոչ ոքի չեմ տարել իմ տուն։ Ոչ ոքի չեմ ներկայացրել մորս, նույնիսկ Բեատրիսը ընտանեկան ճաշի չի եղել որպես պաշտոնական հյուր։ Երբեք ոչ ոքի թույլ չեմ տվել ճանաչել իսկական Դավիթին։ Նրանց 3 րոպեները սպառվել էին, բայց Լուսինեն վեր կենալու փորձ չարեց։ Նույնիսկ եթե այս ամենը ճիշտ է, ասաց նա վերջապես, ոչինչ չի փոխում այն փաստը, որ մեր աշխարհներն անհամատեղելի են։ Դու տեսար իմ իրականությունը։ Հիվանդ մայր, փոքրիկ բնակարան, 2 աշխատանք, հաշիվները վճարելու համար։ Ինչպես է դա տեղավորվում քո բարեգործական միջոցառումների խորհրդի նիստերի կյանքում։ Չգիտեմ, խոստովանեց Դավիթն անկեղծորեն։ Միայն գիտեմ, որ ուզում եմ պարզել։ Քեզ հետ։ Լուսինեն գլուխը թափահարեց, չթափված արցունքները փայլում էին նրա աչքերում։ Ինձ ժամանակ է պետք, Դավիթ։ Մտածելու համար։ Այս ամենը մարսելու համար։ Որքան ժամանակ որ պետք է, խոստացավ նա, դիմադրելով նրան դիպչելու ցանկությանը։ Ես կսպասեմ։ Մինչ Լուսինեն հեռանում էր, նրա սրտում հակասական զգացմունքների խառնաշփոթ էր։ Նա ուզում էր հավատալ Դավիթին, բայց վախը, թե կարող է պարզապես ժամանակավոր գլուխ լինել նրա արտոնյալ կյանքում, կատվածահար էր անում։ Հաջորդ առավոտ Դավիթը կանգնած էր իր կարիերայի ամենադժվար հանդիպումներից մեկի առջ, Թավրոսյան շինարարություն զարգացում ի բաժնետերերի տարեկան ժողովը։ Որպես գլխավոր տնօրեն, նա պետք է ներկայացներ արդյունքներ, ապագա ռազմավարություններ պատասխաներ ներդրողների հաճախ թշնամական հարցերին, որոնք ավելի մեծ շահաբաժինների էին ձգտում։ Ամալյան զբաղեցնում էր սեղանի կենտրոնական տեղը, որպես խորհրդի նախագահ։ Նրա կողքին Ռիկարդ Ալիխանյանն էր, որը ներկայացնում էր բաժնետոմսերի երկրորդ ամենամեծ փաթեթը Թավրոսյանների ընտանիքից հետո։ Բեատրիսի ներկայությունը, որը նստած էր հոր կողքին որպես դիտորդ, հստակ ուղերձ էր Դավիթին։
Նախքան պաշտոնական օրակարգը սկսելը հայտարարեց Ամալյան նախնական ձականություններից հետո կցանկանայի կիսվել անձնական նորությամբ, որը, անշուշտ, կուրախացնի բոլորին։ Նրա հայացքը սերվեց Դավիթի վրա։ Շուտով մեր ընտանիքը Ալիխանյանների ընտանիքն էլ ավելի կամրապնդեն իրենց պատմական կապերը։ Դավիթն ու Բեատրիսը վերջապես կպաշտոնականացնեն իրենց նշանադրությունը հաջորդ ամիս։ Հավանության շշուկ անցավ սենյակով, մինչ Դավիթը զգաց, որ արյունը քաշվում է դեմքից։ Մայրը հենց նոր հայտարարել էր գոյություն չունեցող նշանադրության մասին, առանց նույնիսկ իրեն հարցնելու, ամբողջ խորհրդի առջ։ Մամ, միջամտեց նա, ձայնը վտանգավոր կերպով զուսպ, կարծում եմ թյուրիմացություն է եղել։ Ոչ մի թյուրիմացություն չկա, պատասխանեց Ամալյան սառը ժպիտով։ Ժամանակն է ստանձնել քո պարտականությունները, որդիս։ Պաշտոնական հայտարարությունը կլինի հիմնադրամի տարեդարձի պարահանդեսի ժամանակ, ինչպես պլանավորվել էր տարիներ շարունակ։ Դավիթը նայեց սեղանի շուրջ նստած դեմքերին, ոմանք ժպտում էին, մյուսները հետաքրքրված, բոլորը սպասում էին նրա արձագանքին։ Բեատրիսը նայում էր նրան հաղթանակի տիրապետության խառնուրդով, կարծես նա նոր նվաճված մրցանակ լիներ։ Այդ պահին նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Տարիների հնազանդություն, գծված ուղով գնալ, ընտանիքի սպասումները սեփականից վեր դասել։ Պայծառացման մի ակնթարթում Դավիթը հասկացավ, որ պատրաստվում է կրկնել իր հոր նույն օրինաչափությունը, առանց սիրո ամուսնություն, ձականությունների կյանք, հաջողության քողի տակ թաքնված դժբախտության շրջանի հավերժացում։ Ոչ մի հայտարարություն չի լինի, հայտարարեց նա, վեր կենալով։ Նշանադրություն չի լինի։ Ամուսնություն չի լինի։ Հաջորդող լռությունը խլացուցիչ էր։ Ամալյան նայում էր նրան, կարծես ապտակ ստացած լիներ։ Դավիթ, ծիծաղելի մի եղիր։ Սա դեռահասների դրամաների ժամանակը չէ։ Ընդհակառակը, մամ։ Սա կատարյալ պահն է ամեն ինչ պարզաբանելու համար։ Նա շրջվեց դեպի Ռիկարդը։ Պարոն Ալիխանյան, ես մեծագույն հարգանք ունեմ ձեր հանդեպ որպես գործընկեր։ Բայց ես չեմ ամուսնանա ձեր դստեր հետ։ Իմ կողմից երբեք որևէ պարտավորություն չի եղել։ Ռիկարդն ուղղեց փողկապը, տեսանելիորեն անհարմար զգալով։ Ամալիա, գուցե սա քննարկենք առանձին։ Քննարկելու ոչինչ չկա, միջամտեց Բեատրիսը, դեմքը խեղաթյուրված հազիվ զսպված զայրույթից։ Դավիթն ուղղակի շփոթված է այն մատուցողուհու պատճառով։ Շշուկներ տարածվեցին սենյակում։ Դավիթը զայրույթի ալիք զգաց, լսելով Լուսինեի մասին այդ արամարական տոնով խոսելիս։ Նրա անունը Լուսինե է, հայտարարեց նա հաստատակամորեն։ Եվ այո, ես սիրահարված եմ նրան։ Բայց քեզ հետ չամուսնանալու իմ որոշումը կայացվել է շատ ավելի վաղ, քան ես նրան հանդիպեցի։ Պարզապես մինչ հիմա դա հստակ ասելու համարձակություն չեմ ունեցել։ Ամալյան վեր կացավ, դեմքը գունատ զայրույթից։ Որդիս, լավ մտածիր, թե ինչ ես անում։ Հետանքները։ Այն կյանքով ապրելու հետանքները, որը ես չեմ ընտրել, շատ ավելի վատ կլինեին, ընդհատեց Դավիթը։ Այնուհետ, դիմելով խորհրդին։ Ներողություն եմ խնդրում օրակարգից շեղվելու համար։ Հիմա, եթե թույլ կտաք, վերադառնանք ժողովին մեր ընկերության համար իսկապես կարևոր հարցերով։ Հաջորդ 2 ժամվա ընթացքում Դավիթը ներկայացումը վարեց մի պարզությամբ վստահությամբ, որը զարմացրեց բոլորին, այդ թվում իրեն։ Առաջին անգամ նա իրեն իսկապես կառավարող էր զգում, ոչ միայն ընկերությունը, այլ իր սեփական կյանքը։ Երբ ժողովն ավարտվեց, Ռիկարդ Ալիխանյանը նրան գտավ միջանցքում։ Դա ռիսկային քայլ էր, Դավիթ, մեկնաբանեց բանկիրը, առանց տեսանելի թշնամանքի։ Դա քայլ չէր, պարոն Ռիկարդ։ Դա անձնական որոշում էր, որը պետք է կայացնեի շատ վաղուց։ Ավելի տարիքով տղամարդը դանդաղ գլխով արեց։ Գիտես, ես միշտ հիացել եմ քո ռազմավարական տեսլականով բիզնեսում։ Այսօր ես տեսա մի բան, որն էլ ավելի արժեքավոր է, արժանապատվություն։ Նա դադար տվեց։ Մեր գործնական համագործակցությունը մնում է անփոփոխ։ Գործը գործ է, ընտանիքը ընտանիք։ Դավիթը զգաց, որ ուսերից հսկայական բեռ ընկավ։ Շնորհակալ եմ ձեր հասկացողության համար։ Ինչ վերաբերում է իմ դստերը, հոգոց հանեց Ռիկարդը։ Բեատրիսին դաստիարակել են, հավատալով, որ նա արժանի է ամեն ինչի լավագույնին։ Ժամանակ կպահանջվի, որ նա սա մարսի։ Նա մեկնեց ձեռքը։ Հաջողություն, Դավիթ։ Գործերում քո Լուսինեի հետ։ Ամալյան, մյուս կողմից, նույն հասկացողությունը չցուցաբերեց։
Երբ Դավիթը վերադարձավ իր աշխատասենյակ, նա սպասում էր նրան, կոշտ կեցվածքը մատնում էր նրա զսպված զայրույթը։ «Դու այսօր նվաստացրիր մեր ընտանիքը», հայտարարեց նա առանց նախաբանի։ «Անձամբ ինձ նվաստացրիր։ Դա իմ մտադրությունը չէր, մամ։ Բայց դուք ինձ ստիպեցիք դրան, հայտարարելով մի բան, որին ես երբեք չեմ համաձայնել»։ Անցողիկ արկածի պատճառով։ Մալաթիա Սեբաստիայի մի աղջկա, որը հավանաբար միայն քո փողով է հետաքրքրված։ Դավիթը առանց հումորի ծիծաղեց։ Եթե ճանաչեիք Լուսինեին, կիմանայիք, թե որքան անհեթեթ է այդ մեղադրանքը։ Դու կուրացել ես, որդիս։ Ամալիան մոտեցավ, մեղմացնելով տոնը։ Այդ աղջիկը նա կարող է հմայիչ լինել, տարբերվող, թարմ օդի շունչ։ Բայց մտածիր ապագայի մասին։ 5-10 տարի հետո, երբ նորությունը կանցնի, դու կապված կլինես մեկի հետ, ով չի պատկանում մեր աշխարհին։ Ահա թե որն է խնդիրը, մամ։ Այդ մեր աշխարհը, որը դուք այդքան գնահատում եք, դատարկ է։ Դավիթը խորը հոգոց հանեց։ Հայրս երջանիկ էր։ Իսկապես երջանիկ։ Թե պարզապես կատարում էր այն դերը, որն իրենից սպասում էին, ինչպես ես եմ անում իմ ամբողջ կյանքում։ Հանգուցյալ ամուսնու մասին հիշատակումը հարվածեց Ամալիային ֆիզիկական հարվածի պես։ Մի կարճ պահ նրա կատարելության դիմակը տատանվեց։ Քո հայրը հասկանում էր պարտականության, ժառանգության իմաստը։ Եվ մահացավ 52 տարեկանում, մամ։ Դառնացած մարդ, որը երբեք իր սեփական կյանքով չապրեց։ Դավիթը մոտեցավ, վերցնելով մոր ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Ես չեմ ուզում այդ ճակատագիրն ինձ համար։ Ամալիան կտրուկ հետ քաշեց ձեռքերը։ Դու այս ընկերության գլխավոր տնօրենն ես։ Թավրոսյանների կայսրության ժառանգորդը։ Դու ավելի մեծ պարտականություններ ունես, քան քո ռոմանտիկ քմահաճույքները։ Ես կարող եմ լինել այդ ամենը մի նույն ժամանակ ընտրել, թե ում հետ կիսեմ իմ կյանքը, պատասխանեց Դավիթը հաստատակամորեն։ Եվ ես ընտրում եմ Լուսինեին։ Եթե նա դեռ ինձ ուզենա։ Ամալիայի աչքերը փայլեցին վճռականությամբ։ Կտեսնենք, թե որքան կտի այդ պատանեկան իդեալիզմը, երբ բախվես քո ընտրությունների իրական հետանքներին։ Մինչ մայրը դուրս էր գալիս սենյակից, Դավիթն իրեն տարօրինակ կերպով թեթ զգաց, չնայած քողարկված սպառնալիքին։ Նա անցել էր անվերադարձ կետը չէր զղջում։ Վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն գրեց Լուսինեին. ես հենց նոր մարտահրավեր նետեցի իմ ամբողջ ընտանիքին, ընկերության խորհրդին, հավանաբար Երանյան վերնախավի կեսին։ Ամեն ինչ քեզ համար։ Ոչ թե որովհետև սպասում եմ, որ դա քեզ կտպավորի կամ կհամոզի, այլ որովհետև վերջապես հասկացա, թե ինչն է իսկապես կարևոր։ Դու ինձ դա սովորեցրիր։ Քաղաքի մյուս ծայրում, Մալաթիա Սեբաստիայի փոքրիկ բնակարանում, Լուսինեն կարդում վերընթերցում էր հաղորդագրությունը, զգալով, որ սիրտը արագանում է։ Տիկին Հելենան դստերը դիտում էր անհանգստության հետաքրքրության խառնուրդով։ Այս անգամ ինչ է ասել, հարցրեց նա վերջապես։ Լուսինեն հեռախոսը տվեց մորը, որը լուռ կարդաց հաղորդագրությունը։ Երբ ավարտեց, նրա աչքերում այլ փայլ կար։ Իսկ հիմա ինչ ես անելու, հարցրեց Հելենան, վերադարձնելով սարքը։ Չգիտեմ, խոստովանեց Լուսինեն, ձայնը դողացող։ Չափազանց սարսափելի է հավատալ, որ նրա նման մեկն իսկապես կընտրեր ինձ նման մեկին։ Հելենան բռնեց դստեր ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Սիրելիս, դու միշտ քեզ ավելի փոքր ես տեսել, քան իրականում ես։ Գուցե ժամանակն է տեսնել քո սեփական արժեքը, նույն այն արժեքը, որը կարծես թե այդ երիտասարդը ճանաչել է։ Այդ գիշեր, մինչ քաղաքը պատրաստվում էր քնելու, երկու հոգի արթուն էին մնացել, խորելով իրենց աշխարհների մեջ ընկած անդունդի մասին, հարցնելով, թե արդյոք սերն իսկապես ի վիճակի կլինի կամուրջ կառուցել դրա վրայով։ Մալաթիայի մշակույթի կենտրոնը, որը գտնվում էր թաղամասի սրտում, եռում էր այդ շաբաթ առավոտյան։ Արվեստի կրթության ծրագրի համար դրամահավաքի ամենամյա միջոցառումը գրավում էր քաղաքի ողջ արևմտյան հատվածի բնակիչներին, ավանդական ուտեստների տաղավարներով, մշակութային ներկայացումներով, երեխաների համար արհեստանոցներով։ Լուսինեն համակարգում էր կամավորներին, ստուգելով, թե արդյոք նվիրատվության սեղանները կազմակերպված են, արդյոք բոլորը գիտեն իրենց գործառույթները։ Հագել էր պարզ ջինս, սպիտակ շապիկ սպորտային կոշիկներ, մազերը հավաքել էր անհոգ պոչիկի մեջ։ Այնուամենայնիվ, նա ճառագում էր մագնիսական էներգիա, որը գրավում էր ժպիտներ, ջերմ ողջույններ այն բնակիչներից, որոնք նրան ճանաչում էին մանկուց։ Լուսինե։
Աուդիովիզուալ թիմը դեռ չի եկել, զգուշացրեց Մարսելը կազմակերպիչներից մեկը, շտապ մոտենալով։ Եվ մենք պետք է ստուգենք ձայնային համակարգը առաջին ելույթից առաջ։ Նորից կզանգեմ նրանց, պատասխանեց նա, անհանգստությամբ նայելով ժամացույցին։ Հենց պատրաստվում էր վերցնել հեռախոսը, երբ տեսավ մի անսպասելի կերպար, որն անցնում էր մշակութային կենտրոնի գլխավոր դարպասով։ Դավիթ Թավրոսյանը, զարմանալիորեն սովորական հագնված ջինսով, թքերը ծալած կապույտ վերնաշապիկով, սպորտային կոշիկներով, մի տեսք, որը երբեք չէր հայտնվի գործարար ամսագրերում, տանում էր ձայնային սարքավորումներով մեծ տուփ։ Նրա հետից 3 տղամարդ բերում էին ավելի շատ սարքավորումներ, Պետրոսի Սիմֆոնիա Events-ի համակարգողի ցուցումներով։ Իմացա, որ ձայնի հետ կապված օգնության կարիք ունեք, ասաց Դավիթը, տատանվող ժպիտով մոտենալով։ Ես օգնություն եմ բերել։ Լուսինեն ապշած նայեց նրան։ Ինչպես դու։ Զանգեցի մորդ։ Նա ինձ պատմեց միջոցառման մասին։ Նա տուփը դրեց գետնին։ Հուսով եմ, դեմ չես։ Նախքան Լուսինեն կկարողանար պատասխանել, Մարսելը միջամտեց, ակնհայտորեն չճանաչելով Դավիթին։ Տղա ջան, դու փրկիչ ես։ Կարող ես օգնել սա տեղադրել։ Ես զրոյական տեխնիկական հմտություններ ունեմ։ Դավիթը պատրաստակամորեն գլխով արեց։ Իհարկե։ Պարզապես ցույց տվեք, թե որտեղ։ Հաջորդող ժամերի ընթացքում Լուսինեն անհավատությամբ հետում էր, թե ինչպես է Դավիթն անխոնջ աշխատում, սարքավորումներ տեղադրում, սեղաններ տեղափոխում, օգնում զարդարել տաղավարները։ Նա քրտնում էր ինչպես ցանկացած այլ կամավոր, առանց աստղային պահվածքի կամ բողոքների։ Այնտեղ ոչ ոք, բացի իրենից, գաղափար չուներ, որ իրենց օգնում է երկրի խոշորագույն կառուցապատող ընկերություններից մեկի գլխավոր տնօրենը։ Կեսօրին, երբ վերջապես հանգստի պահ գտավ, Լուսինեն մոտեցավ նրան, առաջարկելով մի շիշ ջուր։ Շնորհակալ եմ, շնորհակալություն հայտնեց Դավիթը, ծարավով խմելով։ Ձեր թաղամասն անհավանական է։ Երբեք այսքան միասնական համայնք չեմ տեսել։ Այստեղ մարդիկ իրար աջակցում են, բացատրեց Լուսինեն, նստելով նրա կողքին սաղարթախիտ ծառի տակի նստարանին։ Երբ շատ բան չունես, սովորում ես կիսել այն քիչը, ինչ ունես։ Դավիթը մտածկոտ գլխով արեց։ Ստացել եմ քո հաղորդագրությունը։ 3 օր էր անցել, ինչ նա ուղարկել էր իր ընտանիքին մարտահրավեր նետելու մասին հաղորդագրությունը։ Լուսինեի պատասխանը կարճ էր եղել։ Պետք է քեզ անձամբ տեսնեմ։ Շաբաթ օրը, համայնքային միջոցառմանը։ Եթե իսկապես ուզում ես ինձ ինչ-որ բան ապացուցել, արի աշխատիր որպես կամավոր։ Առանց վարորդի, առանց օգնականների։ Միայն դու։ Չէի սպասում, որ իսկապես կգաս, խոստովանեց Լուսինեն։ Առավելս, որ տուփեր կտեղափոխես, սարքավորումներ կտեղադրես։ Ինչու՞ ոչ։ Մտածում էիր, որ ֆիզիկական աշխատանքի ունակ չեմ։ Մտածում էի, որ պատրաստ չես լինի կեղտոտել ձեռքեր։ Նա դադար տվեց։ Կամ ելալ Մալաթիա Սեբաստիայի համայնքային միջոցառմանը։ Դավիթը բռնեց նրա հայացքը։ Դեռ չես հասկացել, այնպես չէ։ Ես քեզ համար ամեն ինչ կանեի, Լուսինե։ Ամեն ինչ։ Նրա խոսքերի ուժգնության մեջ ինչ-որ բան ամբողջությամբ զինաթափեց նրան։ Անվստահության պատը, որը նա կառուցել էր, սկսեց ճաքեր տալ։ Ինչ պատահեց այն ժողովից հետո, հարցրեց նա վերջապես։ Դավիթը պատմեց վերջին օրերի իրադարձությունները, Բեատրիսի հետ վերջնական խզումը, մոր զսպված զայրույթը, Ռիկարդ Ալիխանյանի զարմանալի հասկացողությունը։ Պատմեց նուրբ վրեժխնդրությունների մասին, որոնց արդեն սկսել էր բախվել, մերժված հրավերներ, անպատասխան զանգեր, շուկներ ընկերության միջանցքներում։ Մայրս օգտագործում է իր ողջ ազդեցությունը, ինձ սոցիալապես մեկուսացնելու համար, եզրափակեց նա առանց ինքնախղճահարության։ Կարծես սոցիալական կարանտինում լինեմ։ Եվ չես զղջում։ Ոչ մի վայրկյան, պատասխանեց նա առանց տատանվելու։ Իրականում, դա ազատագրող է։ Կարծես վերջապես կարողանում եմ շնչել, տարիներ շարունակ ուրիշների սպասումներից խեղդվելուց հետո։ Լուսինեն ուսումնասիրեց նրա դեմքը, փնտրելով կեղծիքի որե նշան։ Չգտավ։ Դեռ չգիտեմ, կարող եմ հավատալ դրան, խոստովանեց նա։ Մեզ երկուսիս։ Կարծես մի ֆանտազիայի մեջ ենք ապրում, որը վաղ թե ուշ բախվելու է իրականությանը։ Ինչ իրականության, Լուսինե։ Այն, որն ասում է, որ տարբեր աշխարհների մարդիկ չեն կարող միասին լինել։ Ո՞վ է դա որոշում։
Նախքան նրանք կկարողանային շարունակել զրույցը, նրանց ընդհատեց մի խումբ երեխաներ, որոնք քաշեցին Դավիթին օդապարուկների արհեստանոցում օգնելու։ Լուսինեն հիացմունքով հետում էր, թե ինչպես է նա նստում գետնին փոքրիկների հետ, համբերատար սովորեցնում նրանց հանգույցներ կապել, ձողերը հավասարակշռել, կարծես դա անում էր ամբողջ կյանքում։ Օրվա վերջում, երբ միջոցառումն ավարտվեց երաժշտական կատարումներով մրցանակների խաղարկությամբ, Դավիթի ներկայությունն այլևս տարօրինակություն չէր առաջացնում։ Նա կատարելապես ինտեգրվել էր, շահելով կազմակերպիչների կամավորների համակրանքն իր օգնելու անկեղծ պատրաստակամությամբ։ «Շնորհակալ եմ այսօրվա համար», ասաց Լուսինեն, երբ վերջապես մենակ մնացին, օգնելով քանդել վերջին տաղավարները նարնջագույն երանգներ ստացող երկնքի տակ։ Դա զարմանալի էր։ Լավ, թե՞ վատ։ Միանշանակ լավ, ժպտաց նա։ Երբեք չէի պատկերացնի Դավիթ Թավրոսյանին ձայնային սարքավորումներ տեղադրելիս երեխաներին օդապարուկներ սարքել սովորեցնելիս։ Նա ծիծաղեց, մոտենալով։ Իմ մասին շատ բաներ կան, որ դու դեռ չգիտես։ Օրինակ, ի՞նչ։ Օրինակ այն, որ երբ երեխա էի, իմ ամենամեծ երազանքը տիեզերագնաց դառնալն էր։ Կամ որ հավաքում եմ հին մեքենաների մանրակերտներ։ Կամ որ ամեն ուրբաթ երեկոյան սիրում եմ ջազ լսելով ուտելիք պատրաստել։ Լուսինեն զգաց, որ սիրտը արագանում է նրա մոտիկությունից, այդ անկեղծ խոստովանությունների մտերմությունից։ Ուզում եմ իմանալ այդ բաները, խոստովանեց նա վերջապես։ Բոլորը։ Դավիթը մեղմորեն դիպավ նրա դեմքին։ Դա նշանակում է, որ ինձ երկրորդ հնարավորություն ես տալիս։ Դա նշանակում է, որ ես պատրաստ եմ փորձել, պատասխանեց նա անկեղծորեն։ Օրեցօր։ Առանց մեծ խոստումների, պարզապես փորձել։ Հաջորդող համբույրը տարբերվում էր նախորդներից, նրանց միջ այլս գաղտնիքներ կամ կիսաճշմարտություններ չկային։ Պարզապես երկու մարդ, որոնք ընտրում էին միասին լինել, չնայած բոլոր հակառակ հավանականություններին։ Հաջորդ առավոտյանը Երան Սոսայեթի թերթը, որը ղեկավարում էր Էլիզա Միրզոյանը, իր առաջին էջում տպագրել էր Դավիթի լուսանկարը, Մալաթիա Սեբաստիայի միջոցառման տաղավարների տեղադրմանն օգնելիս։ Սենսացիոն վերնագիրը գոռում էր. Թավրոսյան ժառանգորդը լքում է շքեղությունը արգելված սիրո համար։ Հոդվածը, լի չարամիտ ակնարկներով, կիսաճշմարտություններով, ենթադրում էր, որ Դավիթը նյարդային խանգարում ունի կամ անցնում է վաղաժամ միջին տարիքի ճգնաժամով։ Նշվում էր Լուսինեի մասին որպես մատուցողուհի, որը կախարդել է միլիարդատիրոջը, կասկածի տակ էր դնում նրա իրական մտադրությունները։ Երբ Դավիթը տեսավ հոդվածը, նրա առաջին մտահոգությունը Լուսինեն էր։ Անմիջապես զանգեց։ Թերթը տեսել ես, հարցրեց նա, հենց որ նա պատասխանեց։ Մայրս ցույց տվեց։ Լուսինեի ձայնը հոգնած էր հնչում։ Կարծում եմ, մեր փորձը հենց նոր շատ ավելի բարդացավ։ Դա քեզ համար ինչ-որ բան փոխում է։ Գծի մյուս կողմում դադար եղավ։ Ինձ դուր չի գալիս հանրային տեսարան լինելու գաղափարը։ Որ իմ կյանքը քրքրեն, իմ դրդապատճառները կասկածի տակ դնեն։ Կարող եմ դատի տալ թերթին, առաջարկեց Դավիթը։ Էլիզան չափն անցել է։ Եվ ինչ օգուտ։ Դա միայն ավելի շատ վառելիք կտա կրկեսին։ Լուսինեն հոգոց հանեց։ Ես միշտ իմացել եմ, որ դա կարող է պատահել։ Դա փաթեթի մաս է, երբ ներգրավվում ես հայտնի մեկի հետ։ Ցավում եմ, մրմնջաց Դավիթը, իրեն մեղավոր զգալով Լուսինեին այդ անցանկալի ուշադրության կենտրոնում դնելու համար։ Դա քո մեղքը չէ, պատասխանեց նա, զարմացնելով նրան։ Դա նա իմ ընտրությունն էր, հիշում ես։ Մենք փորձում ենք։ Միասին։ Լուսինեի ձայնի վստահությունը բալասանի պես էր։ Առաջին անգամ, երբ նրան ճանաչել էր, Դավիթը զգաց, որ նա իսկապես հավատում է իրենց որպես զույգի, բոլոր բարդություններով, մարտահրավերներով, որոնք դա ենթադրում էր։ Հաջորդող շաբաթները բերեցին փոխադարձ հարմարվողականության առօրյա։ Դավիթը սովորեց օգտվել հասարակական տրանսպորտից, բացահայտեց հեռավոր թաղամասերի փոքր ընտանեկան ռեստորաններում ընտրելու հաճույքը, զգաց հանրային այգիներում զբոսնելու պարզությունը, առանց ճանաչվելու, կամ եթե ճանաչվում էր, այլս նշանակություն չէր տալիս։ Լուսինեն իր հերթին աստիճանաբար սովորեց այն պատահական ուշադրությանը, որը նրանք ստանում էին, երբ միասին դուրս էին գալիս քաղաքի ավելի կենտրոնական հատվածներում։ Սովորեց անտեսել հետաքրքրասեր հայացքներն ու չարամիտ մեկնաբանությունները, կենտրոնանալով միայն նրա վրա, ինչն իսկապես կարևոր էր, նրանց միջ գոյություն ունեցող անկեղծ կապի վրա։
Մի կեսօր, երբ նրանք ձեռք ձեռքի տված քայլում էին հյուսիսային պողոտայով, փողոցում անվճար համերգ դիտելուց հետո, նրանց մոտեցավ Բեատրիս Ալիխանյանը, որը դուրս էր գալիս շքեղ խանութից ընկերուհիների ուղեկցությամբ։ «Դավիթ, ինչպիսի»։ Անակնկալ, բացականչեց նա կեղծ ուրախությամբ։ Նրա հայացքը սահեց Լուսինեի վրայով, ապա զույգի միահյուսված ձեռքերի։ «Իսկ սա պետք է լինի հայտնի ինչպես էր անունդ, սիրելիս»։ Լուսինե դաշտենց, պատասխանեց նա հանգիստ, դիմանալով թշնամական հայացքին։ Իհարկե, ինչպես կարող էի մոռանալ։ Մատուցողուհին, որը նորություն դարձավ։ Բեատրիսը թունոտ ժպտաց։ Դավիթը միշտ թուլություն է ունեցել էկզոտիկի նկատմամբ։ Բայց խոստովանում եմ, դու ավելի երկար ես դիմանում, քան նախորդները։ Դավիթը զգաց, որ Լուսինեն լարվեց իր կողքին։ Հենց պատրաստվում էր պատասխանել, երբ, ի զարմանս իրեն, Լուսինեն առաջ անցավ։ Գիտեք, թե որն է իսկապես հետաքրքիր, տիկին Ալիխանյան։ Թե ինչպես են որոշ մարդիկ տիտղոսները շփոթում բնավորության հետ, իսկ հարստությունը արժեքի։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց ամուր։ Դավիթն ինձ հետ լինելն ընտրեց ոչ թե որովհետ ես էկզոտիկ եմ կամ տարբերվող, այլ որովհետ նրա հետ ես իսկական եմ։ Մի բան, որը, պատկերացնում եմ, հազվադեպ է ձեր սոցիալական շրջանակում։ Բեատրիսը գունատվեց, ակնհայտորեն սովոր չլինելով առերեսման։ Ինչպես ես համարձակվում։ Համարձակվելը հենց այն է, ինչ մենք անում ենք, ընդհատեց Դավիթը, սեղմելով Լուսինեի ձեռքը։ Մենք համարձակվում ենք երջանիկ լինել այն սցենարից դուրս, որը ձեզ նման մարդիկ տեղին են համարում։ Եվ գիտեք մի բան։ Դա հիանալի է ստացվում։ Նրանք հեռացան, թողնելով զայրացած Բեատրիսին, շրջապատված իր նույնքան ցնցված ընկերուհիներով։ Երբ անկյունը թեքվեցին, Դավիթը չկարողացավ զսպել ծիծաղը։ Դու անհավանական էիր, հայտարարեց նա, Լուսինեին գրկելով։ Բացարձակապես անհավանական։ Մտածում էի, որ ամբողջովին կդողամ, խոստովանեց նա, նույնպես ծիծաղելով։ Բայց երբ նա սկսեց այդ էկզոտիկ նախորդներ խոսակցությունը, ինչ-որ բան պարզապես պայթեց իմ մեջ։ Բեատրիսին կյանքում երբեք այդպես չեն առերեսվել։ Դավիթը գլուխը թափահարեց, հիացած։ Եվ դու դա արեցիր առանց դասը կորցնելու։ Մորիցս եմ սովորել։ Նա միշտ ասում է, որ իսկական դասը ոչ թե հագուստի կամ զարդերի մեջ է, այլ նրանում, թե ինչպես ենք վերաբերվում ուրիշներին։ Նախապաշարմունքների սոցիալական սպասումների նկատմամբ այդ փոքրիկ հաղթանակն էլ ավելի ամրապնդեց նրանց միջ կապը։ Կարծես յուրաքանչյուր միասին հաղթահարված խոչընդոտ վերահաստատում էր այն ընտրությունը, որը նրանք կատարել էին միմյանց համար։ Մինույն ժամանակ Ամալիա Թավրոսյանը հեռվից հետում էր, մասնավոր դետեկտիվների կողմից տրամադրված զեկույցների լուսանկարների միջոցով, որդու փոխակերպմանը։ Ի զարմանս դժգոհություն իրեն, Դավիթն ավելի երջանիկ իրացված էր թվում, քան երբեք նրան տեսել էր։ Նրա աշխատանքը ընկերությունում շարունակում էր անթերի լինել, իրականում, այն բարելավվել էր, կարծես անձնական երջանկությունը սնուցում էր նրա ստեղծագործականությունը բիզնեսում։ Հասկանալով, որ չի կարողանա նրանց բաժանել ուժով կամ սոցիալական ճնշմամբ, Ամալիան որոշեց փոխել մարտավարությունը։ Եթե չէր կարող հաղթել թշնամուն, գուցե ժամանակն էր գայթակղել նրան։ Նա վերցրեց հեռախոսը, հավաքեց մի համար, որը հազվադեպ էր օգտագործում։ Հելենա Դաշտենս։ Ամալիա Թավրոսյանն է։ Կարծում եմ, մենք պետք է խոսենք մեր երեխաների մասին։ Այդ գիշեր, մինչ Դավիթն ու Լուսինեն նրա բնակարանում տնական պիցցա էին ուտում, բոլորովին անտեղյակ ձևավորվող նոր դավադրություններից, նրանք պլաններ էին կազմում ապագայի համար, ոչ թե վիթխարի կամ վերջնական, այլ փոքր խոստումներ համատեղ պահերի, համատեղ բացահայտումների, քայլ առ քայլ, օրեցօր կառուցվող կյանքի, ցանկացած նախապես գրված սցենարից դուրս։ Գիտես, թե ինչն եմ ամենաշատը սիրում քո մեջ, հարցրեց Լուսինեն, կուչ եկած Դավիթի գրկում, մինչ դիտում էին պատուհանից լուսավորված քաղաքը։ Իմ նոր ձեռք բերած օդապարուկներ սարքելու հմտությունը, կատակեց նա։ Քո քաջությունը, պատասխանեց նա լրջորեն։ Մարտահրավեր նետել այն ամենին, ինչ ճանաչում էիր։ Նորից սկսել։ Ընտրել ինչ-որ անորոշ, բայց ճշմարիտ բան։ Դավիթը համբուրեց նրա մազերը, զգալով մի լյություն, որը ոչ մի գործնական նվաճում երբեք չէր պարգել։ Դա քաջություն չէր, շշնջաց նա։ Դա սեր էր։ Էլեգանտ Նոյան ռեստորանը, որը գտնվում էր կենտրոնի սրտում, այնպիսի հաստատություն էր, որտեղ միլիոնավոր դոլարների գործարքներ էին կնքվում մրցանակակիր գինու գավաթների հայտնի խոհարարների կողմից ստորագրված ուտեստների շուրջ։
Այդ անձրոտ հինգշաբթի կեսօրին հետին պլանում գտնվող համեստ սեղանը հյուրընկալել էր մի հանդիպում, որը նույնքան անհավանական էր, որքան նշանակալի։ Ամալիա Թավրոսյանը, անթերի իր Channel E կոստյումով, հետաքրքրությամբ դիտում էր իր դիմաց նստած կնոջը։ Հելենա Դաշտենցը, հագած պարզ, բայց էլեգանտ զգեստ, պահպանում էր արժանապատիվ կեցվածք, չնայած աթոռին զգուշորեն հենված ձեռնափայտին։ Նրա հայացքում խելքի խորաթափանցության մի աուրա կար, որը Ամալիան պետք է խոստովաներ, տպավորիչ էր։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար, Հելենա, սկսեց Ամալիան, երբ մատուցողը երկուսի համար էլ թեյ մատուցեց։ Պատկերացնում եմ, որ դա զարմանալի էր։ Խոստովանում եմ, որ հետաքրքրվեցի, հանգիստ պատասխանեց Հելենան։ Իմ դստեր միլիարդատեր ընկերոջ մայրը ցանկանում է անձնական հանդիպում։ Անհնար է մերժել։ Թեթակի հեգնական տոնը չվրիպեց Ամալիայի ականջից, որը քաղաքավարի ժպտաց։ Այդ դեպքում, եկեք անմիջապես անցնենք գործին։ Մեր երեխաները կարծես թե վճռական են շարունակելու այս հարաբերությունները։ Հակառակ բոլոր հավանականությունների։ Հակառակ ձեր բոլոր սպասումների, ուզում եք ասել, ուղղեց Հելենան, շաքար ավելացնելով թեյին։ Որովհետև, անկեղծ ասած, չեմ տեսնում, թե ինչու իմ դուստրը բավականաչափ լավը չէր լինի ձեր որդու համար։ Ամալիան զսպեց աչքերը տնկելու ցանկությունը։ Խոսքը բավականաչափ լավ լինելու մասին չէ։ Խոսքը համատեղելիության մասին է։ Տարբեր աշխարհներ, տարբեր սպասումներ, սոցիալական պարտավորություններ։ Սոցիալական պարտավորություններ, կրկնեց Հելենան, կարծես համտեսելով բառերը։ Հետաքրքիր է, թե ինչպես է ձեր սոցիալական դասը միջնադարյան ամուսնական պայմանավորվածությունները վերածել սոցիալական պարտավորությունների։ Շատ ավելի էլեգանտ։ Մեկնաբանությունը հարվածեց Ամալիային փոքրիկ, դիպուկ նետի պես։ Ակնհայտ էր, որ նախկին համալսարանի դասախոսին հեշտությամբ չէր հաջողվի մանիպուլյացիայի ենթարկել։ Դուք շատ խորաթափանց եք, դոկտոր Դաշտենց։ Հիմա հասկանում եմ, թե որտեղից է Լուսինեն ժառանգել իր անհատականությունը։ Եվ Դավիթը ակնհայտորեն ժառանգել է ձեր վճռականությունը, հակադարձեց Հելենան փոքրիկ ժպիտով։ Որովհետև նա կարծես թե բացարձակապես վճռական է մնալ իմ դստեր հետ, անկախ նրանից, թե քանի խոչընդոտ եք դուք դնում ճանապարհին։ Ամալիան թեյից մի կում արեց, ուսումնասիրելով իր դիմացի կնոջը։ Նա ակնկալում էր թշնամանք կամ գուցե ագահություն, հնարավորություն բանակցելու ինչ-որ ֆինանսական համաձայնության շուրջ, դստերը հեռացնելու համար։ Փոխարենը, նա գտել էր արժանի հակառակորդի, որը նրան մտավոր մարտահրավեր էր նետում։ Կարո՞ղ եմ անկեղծ լինել ձեզ հետ, Հելենա, հարցրեց նա վերջապես։ Խնդրեմ։ Ես ամեն ինչ փորձեցի Դավիթին Լուսինեին բաժանելու համար։ Սոցիալական ճնշում, մանիպուլյացիա, նույնիսկ հանրային նվաստացում։ Ոչինչ չաշխատեց։ Ընդհակառակը, յուրաքանչյուր խոչընդոտ կարծես թե ամրապնդում է նրանց միջ կապը։ Ամալիան հոգոց հանեց։ Եվ, ինչն ամենազարմանալին է, Դավիթը ծաղկում է։ Երբեք նրան այսքան նվիրված չեմ տեսել ընկերությանը, այսքան ստեղծագործ, այսքան կենդանի։ Հելենան գլխով արեց, կարծես արդեն սպասում էր այս խոստովանությանը։ Եվ դա ձեզ զարմացնում է, որովհետև դա հակասում է այն ամենին, ինչին ես միշտ հավատացել եմ։ Որ պատշաճ ամուսնությունները, ռազմավարական սոցիալական կապերը հաջողակ կյանքի հիմքն էին։ Ինչպիսին էր ձեր ամուսնությունը, Ամալիա, մեղմորեն հարցրեց Հելենան, առանց թշնամանքի։ Հարցը անակնկալի բերեց Ամալիային։ Ոչ ոք չէր համարձակվում նրան հարցեր տալ իր կյանքի այդքան անձնական ասպեկտների մասին։ Այն պատշաճ էր, պատասխանեց նա վերջապես։ Ես ամուսինս ընդհանուր նպատակներ ունեինք, համատեղելի ընտանիքներ։ Մենք միասին կայսրություն կառուցեցինք։ Երջանիկ էիք, պնդեց Հելենան։ Ամալիան տատանվեց, այդ կարճատ տատանումն ավելի շատ բան բացահայտեց, քան որ է խոսք։ Երջանկությունը գերագնահատված հասկացություն է, հայտարարեց նա վերջապես։ Կայունությունը, ժառանգությունը, նպատակը, սրանք ավելի տական արժեքներ են։ Հելենան մի փոքր առաջ թեքվեց սեղանի վրա։ Գիտեք, թե ինչու եմ ես աջակցում իմ դստեր հարաբերություններին ձեր որդու հետ, նույնիսկ իմանալով բոլոր բարդությունների մասին, որոնք կգան։ Որովհետև երբ նրանց միասին եմ տեսնում եմ մի բան, որը երբեք չեմ ունեցել Լուսինեի հոր հետ, մի բան, որը դուք, ըստ երույթին, նույնպես չեք զգացել, անկեղծ ուրախություն միմյանց ներկայությամբ։ Բառերը հարվածեցին Ամալիային փոքրիկ, ճշգրիտ ասեղների պես, գտնելով խոցելի կետեր, որոնց մասին նա ինքն էլ չգիտեր։
Իսկ եթե չտի, հարցրեց նա, ձայն տալով իր իրական վախին։ Եթե դա պարզապես փուլ է, ապստամբություն, Դավիթը վերջում վիրավորի ձեր դստերը։ Կամ ավելի վատ, եթե նա 5 տարի հետո արթնանա, հասկանա, որ դեն է նետել այն ամենը, ինչ մենք կառուցել ենք իդեալականացված սիրավեպի համար։ Ամալիայի ձայնի խոցելիությունը զարմացրեց երկուսին էլ։ Հելենան մի պահ ուսումնասիրեց մյուս կնոջ դեմքը, նախքան պատասխանելը։ Դա ցանկացած հարաբերության ռիսկն է, Ամալիա։ Նույնիսկ նրանց, որոնք խնամքով պայմանավորված են։ Նա դադար տվեց։ Բայց նրանք մեծահասակներ են։ Նրանք իրավունք ունեն ընտրելու իրենց սեփական ռիսկերը, թույլ տալու իրենց սեփական սխալները։ Եվ նա գտնելու իրենց սեփական երջանկությունը, նույնիսկ եթե դա այնպես չէ, ինչպես մենք պլանավորել էինք նրանց համար։ Ամալիան լուր յուրացրեց այդ խոսքերը։ Հելենայի հանգստության, նրանից բխող իմաստության մեջ ինչ-որ բան կար, որն անհնար էր անտեսել։ Այդ դեպքում ինչ եք առաջարկում, հարցրեց նա վերջապես։ Որ դադարենք պայքարել նրանց դեմ, սկսենք աջակցել նրանց, պատասխանեց Հելենան պարզապես։ Ոչ թե որովհետև մենք անվերապահորեն հավանություն ենք տալիս, այլ որովհետև սիրում ենք մեր երեխաներին, ուզում ենք նրանց երջանիկ տեսնել։ Դա նշանակում է ինչ հենց։ Սկզբի համար, գուցե ընթրիք։ 4-ով միասին։ Հելենան ժպտաց, տեսնելով Ամալիայի արտահայտությունը։ Այո, գիտեմ։ Անհավանական։ Բայց ոչ ավելի անհավանական, քան այս թեյը, որը մենք հիմա կիսում ենք։ Մինույն ժամանակ Դավիթի գրասենյակում նույնքան նշանակալի հանդիպում էր ընթանում։ Ռիկարդ Ալիխանյանը խնդրել էր անձնական հանդիպում, չճշտելով պատճառը։ Հարմարավետ նստած Դավիթի սեղանի դիմացի բազկաթոռին, բանկիրը տարօրինակ կերպով անկաշկանդ էր թվում մեկի համար, ում ընտանեկան պայմանավորվածությունը հրապարակայնորեն մերժվել էր։ Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար, Դավիթ։ Հատկապես ամեն ինչից հետո։ Ձեր խնդրանքն ինձ հետաքրքրեց, խոստովանեց Դավիթը։ Մտածում էի, որ խորհրդում մեր վերջին հանդիպումը փակել էր մեր ընտանիքների միջ անձնական հարցը։ Ռիկարդը գլխով արեց։ Իրոք։ Բայց ես այստեղ եմ այլ հարցով։ Նոր նախագիծ, որը կարծում եմ կարող է հետաքրքրել Թավրոսյան շինարարություն զարգացումին։ Դավիթն առաջ թեքվեց, հետաքրքրված։ Ինչ տեսակի նախագիծ։ Քաղաքային վերակենդանացում։ Մալաթիա, Սեբաստիայում։ Այն շրջանի մասին հիշատակումը, որտեղ մեծացել էր Լուսինեն, անմիջապես գրավեց Դավիթի ուշադրությունը։ Իմ վերլուծաբանները չբացահայտված ներուժ են գտել Մալաթիա Սեբաստիայի նման տարածքներում, շարունակեց Ռիկարդը։ Ոչ թե շքեղ համատիրությունների կամ արտրի կենտրոնների համար, այլ խառը օգտագործման նախագծերի, որոնք իսկապես կօգնեն տեղի համայնքին։ Մշակութային կենտրոններ, համատեղ աշխատանքի տարածքներ, կայուն տեխնոլոգիաներով մատչելի բնակելի միավորներ։ Դա ձեր սովորական պորտֆելին նման չէ, նկատեց Դավիթը, հետաքրքրված։ Ռիկարդը ժպտաց։ Ասենք թե իմ դուստրը միակը չէր, ով վերջերս փոխակերպում է ապրել։ Ձեր քաջությունը մարտահրավեր նետելու կոնվենցիաներին ինձ ստիպեց կասկածի տակ դնել իմ սեփական պարադիգմներից մի քանիսը։ Դավիթը նոր հետաքրքրությամբ ուսումնասիրեց ավելի տարիքով տղամարդուն։ Ռիկարդ Ալիխանյանը հայտնի էր իր պահպանողականությամբ, ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում։ Նրան սոցիալական ուղղվածությամբ նախագիծ առաջարկելիս տեսնելը, մեղմ ասած, զարմանալի էր։ Ես հետաքրքրված եմ, խոստովանեց Դավիթը։ Ինչու եք ուղիղ ինձ մոտ եկել, այլ ոչ թե տնօրենների խորհուրդ։ Որովհետև դուք ճանաչում եք այդ շրջանը մեկի աչքերով, ով սիրում է այն, պատասխանեց Ռիկարդը պարզապես։ Եվ որովհետև հավատում եմ, որ այս տեսակի նախագծին կիրք է պետք, ոչ միայն ֆինանսական հաշվարկներ։ Զրույցը տետ ժամ էր, Ռիկարդը ներկայացնում էր նախնական ուսումնասիրություններ, իսկ Դավիթը իր ներդրումն էր ունենում, հիմնվելով նրա վրա, ինչ սովորել էր Լուսինեից համայնքի իրական կարիքների մասին։ Հանդիպման վերջում նրանք ուրվագծել էին նորարարական համագործակցության ընդհանուր գծերը, որը կարող էր փոխել ոչ միայն քաղաքային լանդշաֆտը, այլ հազարավոր ընտանիքների կյանքը։ Ինձ պետք է խորհրդի հավանությունը, առաջ գնալու համար, մեկնաբանեց Դավիթը, զննելով իրենց կատարած նշումները։ Ներառյալ ձեր մոր, նկատեց Ռիկարդը։ Հատկապես մորս, համաձայնեց Դավիթը հոգոցով։ Եվ մենք վերջերս լավագույն հարաբերությունների մեջ չենք։ Ռիկարդը վեր կացավ գնալու։ Գուցե ժամանակն է կամուրջ կառուցել, Դավիթ։ Ոչ միայն Մալաթիա Սեբաստիայում, այլ ձեր սեփական ընտանիքի ներսում։
Այդ գիշեր, երբ Դավիթը ժամանեց Լուսինեի բնակարան, նրա տիկին Հելենայի հետ շաբաթական ընթրիքի, նրան զարմանալի նորություն դիմավորեց։ «Մայրս այսօր ճաշել է քո մոր հետ», հայտարարեց Լուսինեն, հենց որ նա ներս մտավ, աչքերը լայն բացված անհավատությունից։ Դավիթը սառեց վերարկուն ձեռքին։ «Ինչպես թե։ Մայրդ իմ մորը հրավիրել է Նոյան ում թեյի։ Նրանք խոսել են գրեթե 2 ժամ։ Եվ ոչ մեկը չի տուժել», կատակեց Դավիթը, փորձելով մարսել տեղեկատվությունը։ Հելենան դուրս եկավ փոքրիկ խոհանոցից, ժպտալով Դավիթի շփոթված արտահայտությունը տեսնելիս։ «Մայրդ հետաքրքրաշարժ կին է, Դավիթ։ Համար, հպարտ չափազանց մտահոգված արտաքին տեսքով, բայց հետաքրքրաշարժ։ Դա հնչում է ճիշտ նրա նման», համաձայնեց նա, դեռ ապշած։ «Ինչի՞ մասին եք խոսել»։ «Ձեր մասին, իհարկե», պատասխանեց Հելենան, դժվարությամբ նստելով։ Սկլերոզը վատացել էր վերջին շաբաթներին, սահմանափակելով նրա շարժումները։ Եվ մեր շատ տարբեր տեսակետների մասին, թե ինչն է կազմում պատշաճ հարաբերություն։ Եվ որը եզրակացության եկել եք, հարցրեց Լուսինեն, մատուցելով իր պատրաստած ընթրիքը։ Հելենան խորհրդավոր ժպտաց։ «Ասենք, թե ընդհանուր եզր ենք գտել։ Ամալյան ինձ հրավիրեց, իրականում բոլորիս, իր տուն ընթրիքի հաջորդ կիրակի»։ Դավիթը քիչ մնաց խեղդվեր իր խմած ջրից։ Նա ինչ արեց։ Ճիշտ այդպես։ Պաշտոնական ընթրիք Թավրոսյանների առանձնատանը։ Մենք երեքս նա։ Լուսինեն Դավիթը փոխանակվեցին զուտ զարմանքի հայացքներով։ Ինչպիսին էլ լիներ երկու կանանց միջ զրույցը, այն հրահրել էր աներակայելին։ Դա ծուղակ է, հայտարարեց Լուսինեն կասկածամտորեն։ Նա մեզ ինչ-որ կերպ նվաստացնելու է։ Չեմ կարծում, որ այդպես է, մտածկոտ պատասխանեց Հելենան։ Ամալիա Թավրոսյանը շատ բան է, բայց անազնիվ չէ։ Կարծում եմ, նա իսկապես ուզում է փորձել։ Դավիթը դիտում էր իր կյանքի երկու ամենակարևոր կանանց, որոնք քննարկում էին իր մորը, երրորդ ամենակարևոր կնոջը, որքան էլ բարդ լիներ այդ հարաբերությունը, անսպասելի հույսի ալիք զգաց։ Եթե մայրը պատրաստ էր քայլ անել դեպի հաշտեցում, գուցե նրանց համար որպես ընտանիք հնարավորություն կար։ Ավելի ուշ, մինչ Լուսինեին օգնում էր լվանալ սպասքը, տնային գործ, որը վերջերս էր սովորել, զարմանալիորեն գնահատում էր, Դավիթը կիսվեց Ռիկարդի առաջարկով, Մալաթիա Սեբաստիայի նախագծի վերաբերյալ։ Դա անհավանական է, Դավիթ, բացականչեց Լուսինեն, աչքերը փայլում էին։ Մալաթիա Սեբաստիայում պատշաճ մշակութային կենտրոնը հսկայական տարբերություն կբերի։ Եվ կայուն տեխնոլոգիաներով մատչելի բնակարաններ։ Դա հենց այն է, ինչ պետք է շրջանին։ Խնդիրը խորհրդին համոզելն է։ Հատկապես մորս։ Լուսինեն մտածկոտ նայեց նրան, չորացնելով ձեռքերը։ Իսկ եթե նախագիծը ներկայացնես կիրակի օրվա ընթրիքին։ Մորս։ Նախքան խորհրդին տանելը։ Ճիշտ այդպես։ Ցույց տուր նրան, որ խոսքը ոչ միայն բիզնես նախագծի մասին է, այլ մի բանի, որն իսկապես կարող է տարբերություն բերել։ Մի բան, որը միավորում է մեր աշխարհները դրական ձով։ Գաղափարը համարձակ էր, բայց իմաստ ուներ։ Ամալյան միշտ գնահատել էր նախաձեռնողականությունն ու ռազմավարական տեսլականը։ Նախագիծը որպես կամուրջ ներկայացնելը նրանց իրականությունների մեջ կարող էր լինել հենց այն խորհրդանշական ժեստը, որն անհրաժեշտ էր նոր փուլ սկսելու համար։ Կիրակին ավելի շուտ եկավ, քան նրանցից որը մեկը պատրաստ էր։ Դավիթը Լուսինեին Հելենային վերցրեց իր անձնական մեքենայով, փոշչին վերջին ամիսներին փոխարինվել էր ավելի համեստ մոդելով, նրանք միասին ուղղորդվեցին դեպի կենտրոնում գտնվող Թավրոսյանների առանձնատուն։ Ես լարված եմ, խոստովանեց Լուսինեն, 10-րդ անգամ ուղղելով մուգ կապույտ զգեստը, որը խնամքով էր ընտրել։ Էլեգանտ, բայց ոչ ցուցադրական, դա ամենապաշտոնականն էր, որ ուներ։ Ես էլ, խոստովանեց Դավիթը, զարմացնելով նրան։ Ամիսներ շարունակ պաշտոնական ընթրիք չեմ ունեցել մորս հետ։ Դուք երկուստ էլ ծիծաղելի եք, միջամտեց Հելենան հետի նստատեղից։ Դա պարզապես ընթրիք է, ոչ թե թագուհու հետ լսումներ։ Բոլորը ծիծաղեցին, լարվածությունը մի պահ կոտրվեց։ Դավիթը բռնեց Լուսինեի ձեռքը, մեղմորեն սեղմելով այն։ Միասին, հարցրեց նա։ Միասին, հաստատեց նա։ Թավրոսյանների առանձնատունը իր վեհաշուկ ճակատով մանրակրկիտ խնամված այգիներով ահարկու էր թվում մայրամուտի ոսկեգույն լույսի ներքո։
Անահիտ և տնտեսուհին նրանց դիմավորեց դռան մոտ պաշտոնական ջերմությամբ, որը զարմացրեց Լուսինեին Հելենային։ Ամալյան սպասում էր գլխավոր սենյակում, ինչպես միշտ էլեգանտ, մարգարտամոխրագույն մետաքսե զգեստով։ Ի զարմանս Դավիթի, նա ոչ միայն ակնհայտ ջերմությամբ ողջունեց Հելենային, այլ մոտեցավ Լուսինեին, մի պահ տատանվելուց հետո կարճ գրկեց նրան։ «Բարի գալուստ մեր տուն», ասաց նա մի պաշտոնականությամբ, որը չէր կարողանում ամբողջությամբ թաքցնել նյարդայնությունը։ «Ուրախ եմ, որ ընդունեցիք հրավերը»։ Հաջորդող ընթրիքը սյուրռեալիստական փորձ էր բոլորի համար։ Զրույցը սկզբում զգուշավոր լի փորձված քաղաքավարություններով աստիճանաբար թուլացավ, երբ Հելենան սկսեց խոսել հայ գրականության մասին, մի թեմա, որի նկատմամբ, զարմանալիորեն, Ամալյան նույնպես մեծ հետաքրքրություն ուներ։ Հիմնական ուտեստի աղանդերի մեջ Դավիթը քաջություն հավաքեց, ներկայացնելու իր գաղափարը։ «Մամ, կցանկանայի կիսվել մի նախագծով, որը մշակում եմ Ռիկարդ Ալիխանյանի հետ», սկսեց նա, բացելով պլանշետը, որը զգուշորեն բերել էր։ «Ռիկարդ», Ամալյան մի հոնքը բարձրացրեց, հետաքրքրված։ «Մտածում էի, որ Բեատրիսի հետ միջադեպից հետո դուք հեռու եք»։ Ընդհակառակը։ Ռիկարդը զարմանալիորեն հասկացող գտնվեց։ Դավիթն ակտիվացրեց ներկայացումը։ Եվ հեռատես։ Հաջորդ 20 րոպեների ընթացքում նա մանրամասն ներկայացրեց Մալաթիա Սեբաստիայի վերակենդանացման նախագիծը, ընդգծելով ինչպես սոցիալական օգուտները, այնպես էլ երկարաժամկետ ֆինանսական վերադարձի ներուժը։ Լուսինեն երբեմն միջամտում էր, տեղի համայնքի մասին պատկերացումներ տալով, մինչդեռ Հելենան առաջարկում էր տեսակետներ, թե ինչպես կարող է մշակութային կենտրոնը ինտեգրվել տարածաշրջանի կրթական համակարգին։ Երբ նա ավարտեց, Ամալյան երկար լուռ մնաց, ուսումնասիրելով էսքիզներն ու կանխատեսումները էկրանին։ «Սա հավակնոտ է», մեկնաբանեց նա վերջապես։ «Եվ բոլորովին տարբերվում է մեր սովորական պորտֆելից։ Հենց դրա համար էլ այն ներուժ ունի վերասահմանելու մեր բրենդը», պնդեց Դավիթը։ «Ոչ միայն որպես շքեղ անշարժ գույքի կառուցապատողներ, այլ որպես քաղաքային վերափոխման գործակալներ»։ «Խորհուրդը կդիմադրի», նկատեց Ամալյան։ «Հավանաբար», համաձայնեց Դավիթը։ «Եթե, իհարկե, խորհրդի նախագահը չաջակցի նախաձեռնությանը»։ Ամալյան հանդիպեց որդու հայացքին, նրանց միջ լուռ ինչ-որ բան անցավ, մարտահրավեր, ճանաչում, գուցե նույնիսկ հաշտեցման սկիզբ։ «Ես պետք է ավելի ուշադիր ուսումնասիրեմ թվերը», ասաց նա վերջապես։ «Բայց հայեցակարգային առումով»։ «Հետաքրքիր է»։ Ամալիա Թավրոսյանի կողմից դա հավասարազոր էր խանդավառ հավանության։ Ավելի ուշ, երբ պատշգամբում, որը բացվում էր դեպի լուսավորված այգին, սուրճ էին մատուցում, Ամալյան նորից զարմացրեց բոլորին։ «Դավիթն ինձ ասաց, որ դու որպես կամավոր ես աշխատում Մալաթիայի մշակույթի կենտրոնում», մեկնաբանեց նա, դիմելով Լուսինեին։ «Պատկերացնում եմ, որ դու սեփական գաղափարներ ունես, թե ինչպես պետք է աշխատի մշակութային կենտրոնը»։ «Մի քանիսն ունեմ, այո», զգուշորեն պատասխանեց Լուսինեն։ «Կցանկանայի լսել դրանք։ Եթե մենք պատրաստվում ենք ներդրում կատարել նման բանում, մեզ պետք են տեսակետներ նրանցից, ովքեր իսկապես հասկանում են համայնքի կարիքները»։ Դավիթը հիացմունքով հետում էր, թե ինչպես են իր մայրն ու Լուսինեն ներգրավվում անկեղծ զրույցի մշակութային ծրագրերի, մատչելիության համայնքային ներգրավվածության մասին։ Դա անվերապահ ընդունում չէր, Ամալյան դեռս դժվար հարցեր էր տալիս, երբեմն ցույց տալիս իր էլիտիզմը, բայց դա սկիզբ էր։ Երբ երեկոն մոտեցավ ավարտին, նրանք պատրաստվում էին հեռանալ, Ամալյան մի պահ Դավիթին մի կողմ տարավ։ «Նա արտասովոր է», խոստովանեց նա ցածր ձայնով։ «Ոչ այն, ինչ ես սպասում էի քեզ համար, բայց կարող եմ սկսել հասկանալ գրավչությունը»։ «Դա ավելին է, քան գրավչություն, մամ», մեղմորեն ուղղեց Դավիթը։ «Դա սեր է։ Եվ երախտագիտություն, ինձ ցույց տալու համար մի կյանք, սպասումներից, պարտականություններից դուրս»։ Ամալյան դանդաղ գլխով արեց։ «Հայրդ նրան կհավաներ, գիտես։ Նա միշտ ասում էր, որ ես միակն եմ, ով իսկապես իրեն մտավոր մարտահրավեր է նետում»։ Մելամաղձոտ ժպիտ անցավ նրա դեմքով։ «Կարծում եմ, դու գտել ես քոնին»։ Մեքենայում, դեպի Մալաթիա Սեբաստիա ճանապարհին, հարմարավետ լռություն էր տիրում երեքի մեջ։ Դա փոքրիկ հրաշքների երեկո էր եղել, ոչ թե լիակատար ընդունում կամ ակնթարթային հաշտեցում, այլ նոր բանի սկիզբ։ Մի հնարավորություն։ «Մայրդ ինձ աշխատանք առաջարկեց», վերջապես բացահայտեց Լուսինեն, խախտելով լռությունը։ Դավիթը քիչ մնաց կորցներ մեքենայի կառավարումը։ «Ինչ»։ «Որպես մշակութային խորհրդատու Մալաթիա Սեբաստիայի նախագծի համար»։
Լուսինեն դեռ ապշած էր թվում։ Ասաց, որ իրեն պետք է մեկը, ով իսկապես ճանաչում է համայնքը, ունի բավականաչափ լավ ճաշակ, ամեն ինչը գունավոր կրկեսի չվերածելու համար նրա խոսքերն են։ Հետի նստատեղից Հելենան ծիծաղեց։ Ամալիա Թավրոսյանը հազվագյուտ կերպար է։ Կարողանում է հաճոյախոսություն վիրավորանք անել նույն նախադասության մեջ։ Համաձայնեցի՞ր, հետաքրքրությամբ հարցրեց Դավիթը։ Ասացի, որ պետք է մտածեմ, պատասխանեց Լուսինեն։ Չեմ ուզում, որ թվա, թե օգտագործում եմ մեր հարաբերությունները մասնագիտական հնարավորություններ ստանալու համար։ Դավիթը բռնեց նրա ձեռքը։ Դու կատարյալ մարդն ես այդ աշխատանքի համար։ Եվ մայրս երբեք պաշտոն չէր առաջարկի մեկին, ում իրավասու չէր համարի, հարաբերություն լինի, թե ոչ։ Մինչ մեքենան անցնում էր քաղաքով, կենտրոնի շքեղ առանձնատներից մինչ Մալաթիա Սեբաստիայի պարզ շենքերը, Դավիթը մտածում էր, թե ինչպես է այդ ճանապարհորդությունն արտացոլում իր սեփական անձնական փոխակերպումը։ Սահմաններ էին հատվում, նախապաշարմունքներ մարտահրավեր էին ստանում, նոր ուղիներ բացահայտվում։ Հրաժեշտի պահին, փոքրիկ շենքի դիմաց, որտեղ ապրում էին Լուսինեն Հելենան, Դավիթը անկեղծ ջերմությամբ գրկեց իր սիրելիի մորը։ Շնորհակալ եմ այսօրվա համար, ասաց նա։ Ամեն ինչի համար։ Հելենան ժպտաց։ Պարզապես խոստացիր, որ կշարունակես լինել այն մարդը, ում իմ դուստրն ընտրեց սիրել, ոչ թե այն մարդը, ում աշխարհն սպասում էր, որ դու լինես։ Խոստանում եմ, պատասխանեց նա բացարձակ անկեղծությամբ։ Երբ մենակ մնացին, Դավիթը Լուսինեին մոտ քաշեց, զգալով, որ սիրտը արագանում է, ինչպես միշտ, երբ նրան իր գրկում էր պահում։ Գիտես, թե ինչ հասկացա այսօր, մրմնջաց նա նրա մազերին։ Ինչ։ Որ մենք կամուրջ կառուցեցինք։ Մեր աշխարհների, մեր ընտանիքների, մեր ապագաների միջ։ Եվ այն ավելի ամուր է, քան որը մեկը կարող էր պատկերացնել։ Լուսինեն բարձրացրեց դեմքը, նրան նայելու, աչքերը փայլում էին զսպված հուզմունքից։ Մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու։ Եվ մենք այն կանցնենք միասին։ Քայլ առ քայլ։ Այդ խոստումը կնքող համբույրը նոր սկզբի պես էր, ոչ թե հեքիաթի երջանիկ ավարտ, այլ համատեղ ճանապարհորդության իրական սկիզբ, բոլոր մարտահրավերներով, ուրախություններով, որոնք իրական կյանքը տալիս է, երբ ընտրում ենք հետել սրտին, անկախ նրանից, թե որքան անհավանական է թվում ճանապարհը։